Եկեք դες։ Ես իմ համար շատ թանկ տուն է։ Դու պատմում ես, որ բավականին անապահով պայմաններում եք ապրել, հիմա նայում եմ ծայրից ծայր հողամասում եք, մեծ երկհարկանի տներ։ Սա քերունս է։ Գալիս ենք այստեղ, աշխատում ենք։ Դու էիր աշխատում այստեղ։ Հա, պապայիմ օգնում էի, ջրում էինք իրար հետ, հնձում էինք։ Ես բավականին լուրջ հասկանում եմ գյուղատնտեսությունից։ Քիչ զգուշ եղի, որովհետև քանդված է։ Զգուշ կլինես։ Մտնես։ Արի, լավ, արի իմ պատմության հետ ծանոթացի։ Սա զալն էր, պապան ասում էր ինչի սա պետ, եթե ես չեմ կարող իմ տղաներին բարեկեցություն ապահովեմ։ Սա ծախեց մի տարի հետո հիվանդացավ, մահացավ։ Էդ էլ է ինձ շատ տանջում, էլի։ Դու մի փաստը մյուսի հետ ես կապում։ Հա, իհարկե։ Ինքը այստեղ երջանիկ էր, ինքը իր երջանկությունը զոհաբերեց մեր համար։ Քեզ համար այս պահին երազանք է այս հողը կրկին գնելը։ Երևի ինչ-որ մի բանով պապային շնորհակալություն հայտնել էլի, որ ես չեմ թողել իր սիրած վայրը։ Այլանդակ տղա եմ եղել։ Վրեդնի չարեինք, վրեդնի։ Պապան ինձ չէր ընդունում, տենց ասում էր անլուշ տղա է։ Տենց էլ ասեց այլ մարդ, այս տղեն երբ համար դառնալու։ Ընդունում էր իր բոլոր տղերքին գրեթե, բայց ինձ տենց էլ չտեսա, որ ես լուրջ եմ։ Երևի դա էլ է պատճառը, որ անդադ հետ եմ գնում, ուզում եմ անընդհատ պապային գտնեմ, պապայի հետ խոսեմ, պապ ես ասեմ։ Ուզում ես պապային ասել, որ դու լուրջ տղա դարձար ի վերջո։ Մաման քեզ ինչպիսին էր տեսնում։ Իրանք երկուսն էլ գիտեն, որ ես իրանց ընտանիքի թույլ օղակն եմ։ 99% կանայք այն ճանապարհը, որ մանոն անցել է, դրա 3%-ին չէին դիմանը։ Վատ ապրող երեխա, մտնում է այս ասպարես։ Մյուս օրը ես ճանաչված եմ դառնում։ Փողը անհրաժեշտություն է բնականաբար, բայց երբ որ դու ես իրան օգտագործում, այլ ոչ թե ինքն է քեզ օգտագործում։ Մեքենան հարբած բերել, մոռանալ, թե որտեղ է կանգնած մեքենան ընդհանրապես։ Շատ են եղել եկել են ասել են դուռը բաց խաչմերուկի մեջտեղը կանգնած է մեքենան։ Ամեն ինչ որ կարող ես պատկերացնել, բացի թմրանյութերից, թմրանյութ չեմ օգտագործել երբեք։ Դա իմ համար նորմալ էր թվում այդ ժամանակ, բայց տղա եմ, ես ունեմ այդ ամեն ինչը, բայց չօգտագործում, չտեսնեն ես ինչ տղա եմ։ Ես էլ տատուկ տա։ Ինձ սիրում մազեր էին այն ժամանականում։ Այ, օրինակ Եվա, դու կարող ես ստեղ քնել, Յանան ընդեղ, ձեր քայլերը։ Մարդը ամեն ինչին սովորում է, դրա համար երևի այս ամեն ինչը իրենց համար նորմալ էր, քանի որ ես սովորել եմ արդեն ուրիշ բաների, իմ համար ավելի դժվար կլիներ։ Մենք որ Հայաստանում մեծ տան մեջ էինք ապրում, որ նոր տեղափոխվեցինք Ամերիկա, ավելի փոքր էր տունը, բայց ընդհանրապես չէր զգացվում այդ ամեն ինչը, որ նենց երջանիկ էինք մենք, հիշում ես, ամեն ինչին ուրախանում էինք, շատ լավ էր։ Փորձում ենք փոքր հաղթանակները մեծ հաղթանակի տեղ ընդունել։ Համել որ դու սկսում ես գնահատել փոքր բաները, Աստված քեզ ավելի մեծ բաներ Երբ դու այստեղ քնում էիր, մտքումդ ուներ այն երազանքը, որ դու ավելի հարմարավետ տանն ես քնելու։ Չկա որ կյանքը ամբողջ իր գունապնակով հասկացել եմ ու ապրել եմ։ Ու իմ համար դա համար մեկ խնդիրն էր, որ ես այդ ամեն ինչից դուրս գամ, բայց նաև գնահատեմ ու հիշեմ այդ ամեն ինչի որ կա, դրա մեջ մարդ մնամ։ Ինչ որ ուզում ես ասես, խնդրում եմ այդ չասես։ Ես ասում եմ, այն ինչը կա։ Դու տենց ես համարում լուրջ։ Ես քեզ չեմ, այդպես է, ես էլ եմ այդպեսին եղել։ Ինքը ուրիշ ձև է մտածում, ես ուրիշ ձև եմ մտածում, ես չեմ լռում, որովհետև զուտ այդ կռիվը պրզնի, ես էլ եմ ասում իմ կարծիքը պապային։ Իմ պապական շենքն է, աշտարակի ամենաթանկ շենքն է եղել։ Որդիք ես ինչ մեծ տան մեջ են ապրել, դու պատկերացնում ես, այս ինչ հսկայական շինություն է։ Որ ասում եմ, ամենահարուստ մարդկանցից մեկն եմ եղել։ Աստծուն հավատալը մի բան է, բայց Աստծո ստեղծած արժեքների մեջ ապրելը ու այդ արժեքներին հավատարիմ մնալը, այդ լրիվ ուրիշ բան է։ Իմ շրջապատը, իմ գործընկերները ասում են Սարգիս ջան, քո մեջ փոփոխություն կա։ Ասում եմ, փառք Աստծո։ Վերևից երազանքները պարզ են, խնդիրները չնչին։ Այստեղից հստակ է, սահմանափակ հնարավորությունները մարզում են մեզ, ստիպում կոտրել պատնեշներն ու հույսդ քեզ վրա դնել։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։ Մենք այսօր քաղաքաշտարակում ենք դեպի Սարգիս Գրիգորյանի արմատներ։ Ողջույն Սարգիս։ Ողջույն Ամալիա ջան։
Կարծես թե քո հարազատ քաղաքում ենք, ես չգիտեի, որ սա է քո հարազատ քաղաքը։ Այո, մայրական կողմից ես աշտարակցի եմ, արմատներով, հայրական կողմից արցախցի։ Ու շատ շնորհակալ եմ, որ այս հաղորդմանը ինձ հրավիրեցիք, որպեսզի հետ գնանք դեպի իմ հիշողությունները։ Քանի որ ավելի շատ կապված եմ եղել մամայի հետ, մենք միշտ այստեղ ենք եղել։ Ու ամեն քար ու թուփ այստեղ իմ համար հարազատ է։ Այստեղ ունեցել եմ լավ ընկերներ, կյանքի ճանաչողությունը, ես ավելի շատ բակային տղա եմ եղել, ավելի շատ տնային տղա չեմ եղել, ավելի տնից դուրս է եղել իմ կյանքը։ Ու այդպես կյանքի ճանաչողության մեջ եմ եղել, այսինքն ստեղից ընդեղ, ընդեղից ընդեղ, այս ցոգոլը գողանալ, չգիտեմ, այսինչ այստեղ գնալ ձուկ բռնել, լողանալ գետում, այսինքն ավելի Օծին ինչ էիր արել դու դա ասա։ Հա, որ մենք իջնում ենք, այն ժամանակ մոդա էր, որ օծի կաշվից գոտիները։ Ու ես դա ուղիղ էի հասկացել, օծը սատկացնում էի, կապում էի շալվարից ու տես ման էի գալի, օծի գլուխը այստեղ շարժվելով։ Կենթանապաշտպաններ։ Հա։ Այն կողմ Հա, էկրաններ։ դե փոքր էի, 1000 ներողություն։ Արփելի։ Ջան։ Ինչ կա, ինչ կա։ Տեսակը հուզվեց, մի արա։ Ես արդեն ուզվեցի Արուսին տեսա։ Լավ է։ Էլ մեկին չեմ բերել։ Յանան չի եկել։ Մենակ Էվա, մամա ջան, ես ինչքան յանոկին նմա։ Լավ, քեզից էլ է բոյով։ Ես էլ ունար ունեք։ Ողին փոչորես։ Փոխվել եմ, թե չէ։ Չէ, էլի նույն սակոն ես։ Նույնն ես, նույն սիրումը, նույն համով, նույն ջիգարով, նույն Համել էին ճանաչում ես։ Բարև ձեզ։ Վայ, հա, ես շատ եմ տեսնում ձեր բաները հաղորդումները, շատ ուրախ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Տաթակելիա։ Սակոն իմ համար ուրիշ է։ Սակոն Էտա։ չգիտեմ։ Ինչքան ժամանակ է եք հանդիպել։ 5 տարի։ 5 մի քիչ ավելի, հա։ Քիչ ավել։ 5 տարի ես եմ մնացել, մի 6 ամիս էլ այստեղ չեմ տեսել հարգելի պատճառներով, 5 տարի 6 ամիս։ Բարձա հասկանալի է։ Եկեք դες։ Ես իմ համար շատ թանկ տուն է։ Համեցեք։ Ես այդ իրավունքն ունեմ ձեզ հրավիրելներ։ Իր մանկությունն է ստեղ եմ փոքր ժամանակվանից իր աղբոր հետ սենց լավ չարաճճի տղա է եղել ու շատ էլ լավ ջիգարով։ Այս քերուս տունն է, բայց այս է մեր պապական տունը։ Քերիս առելա, որ մենք ինքը ունենա իր ծննդավայրի տունը։ Տարվա 6 ամիս է եղել եմ այստեղ քերուս տանը։ Քերիս մեր համար մեր ցեղի համար մի ուրիշ մարդ է։ Ես քեզ բոնտապես պատկերացնես, որ ասեմ, երբ որ մաման ինձ խափում էր շատ հարցերում, ասում մամա, դե ասա Աշոյի արև։ Այդ չէր կարա ասել, որովհետև բոլորը պաշտել են քերուս, որովհետև ինքը բոլորին հավաքում էր մի հարկի տակ։ Այդ դժվար տարիներին սովի բան, տենց լինում էր, որ սաղս հավաքվում էինք այստեղ, քերիս կարողանում էր բոլորին ապահովել, ու այստեղ այդ երեխեքով սաղս էլ չար, այ մարդի, գիտեք, այս տունը լավա չի պայթել մեր ձեռքը։ Ու այստեղ բոլոր դա նույնիսկ դպրոց եմ գնացել աշտարակ, ինչ ասես արել ենք այստեղ։ Բայց դու պատմում ես, որ բավականին անապահով պայմաններում եք ապրել, հիմա նայում եմ ծայրից ծայր հողամաս ունեք, մեծ երկհարկանի տներ։ Սա քերունը սա, մենք այդ նշանակում ենք առանձին ընտանիք։ Դրա համար էլ քերին շատ է աջակցել բոլորին։ Ինքը եթե Քերին չլիներ, հարուստներ։ քերին այո ապահոված էր ու ինքը շատ ուժեղ մարդ է եղել, մինչև այսօր էլ իրան ճանաչում են աշտարակում, հիշում են ինքը չկա երկար տարիներ, ազգանուն էր Տանուտերյան։ Տանուտերյան արշալույս, եթե ասում են աշտարակում ինքը մինչև հիմա սաղին շատ է օգնել, շատ է օգնել։ Ու մեզ էլ իր քրերին ինքը պաշտում էր, քրերն էլ իրան 5 քուր է պահել։ Իր հետ էլ իր բախումներ ունենում, որովհետև դա Սարգիսը այդ բախում ունեցող մարդն է, չէ։ Տես, ասեմ, իմ քերին Տանուտերյան արշալույսը, եթե երկրի վրա մի մարդ կա, որ իմ համար օրինակ է, ինքն է։ Ինքը շատ զուսպ մարդ էր, երբեք չէր վիրավորի ոչ մեկին։ Հիմար բառը երևի դա իր մաքսիմումը լիներ։ Ինքը լուր էր, քիչ էր խոսում, բայց այն շերենցի նման ասած որ մտածել է պետք մի բառը իր արժեք ուներ։ Ու ես միշտ ասում եմ Տեր Աստված, ոնց կարա այսքան կարողության Տեր մարդը, այսքան իմաստության Տեր մարդը, այսքան լռության մեջ ամեն ինչ կարողանա անի, որ իրան հարգեն, սիրեն։ Ինքը միջև չկար չէինք նստում սեղան։ Իրանից եւ դաստիարակություն եմ սովորել, եւ ընտանիքի արժե համակարգ, եւ նաեւ հայրենասիրություն։
Ամեն ինչ իրանից եմ սովորել։ Դու փոքր Սարգիսին ինչպեսին ես հիշում։ Ասի շատ այլանդակ տղա եմ եղել։ Այսինքն միշտ չարությունների մեջ ես ու աղբերս որ իրար խելքի ենք ընկնում ու հետո իմ աղբերները մորաքրոջս տղաները, քերոս տղաները մեծ են, մեզ չէին տանում այստեղ այնտեղ։ Ու մենք այդ դրանից չարություններ էինք անում, որ ներվայնացնեինք իրաց։ Մենակ միշտ մեզ անընդհատ ծեծում էին։ Բայց մեկ փոքր ավելի շատ էր ծեծում, որովհետև ես մի քիչ խորամանկ էի, բան։ Շատ բան ենք արել, այստեղ կար ծորենի մի հատ ամբար, հավի ճտեր էր մորքուրս սպառում, այդ հավի ճտերին վերցնում, կողում եք այդ ամբարի մեջ սատկացնում, դաժան բաներ ենք անում, ահա որ Այդ մի պատմի։ հավի ձվերը գողանում ենք, ջարդում ենք, ասենք այդ մորքուրս գալիս էր, այ մարդ էս հավերը ինչի ձու չեն ածում։ Ինչ ասես, ինչ հիմարություն ասես անում էինք, դաժանություն էր փոքրիկ, շատ չար էինք ու վրեդնի չար էինք, վրեդնի, կա չար, որը համով է։ Ասի վրեդնի չար, չէինք ասում վրեդնի չար է։ Շատ վրեդնի, հա։ Իսկ եղբորդ հետ այդ ջերմ սերտ հարաբերությունները առ այսօր պահպանվել են, թե տարիների հետ ամեն դեպքում յուրաքանչյուրը ձեր ճանապարհն եք անցնում։ Իհարկե պահպանվել են։ Իմ հարազատ եղբոր Սերգեյի հետ իհարկե ունեմ մի հատ հարազատ եղբայր ունեմ։ Չնայած երկու եղբայր ունեմ, Կարենը Լեռնիկ է, մի հորից տարբեր մորերից, բայց ամենաշատը Սերգեյի հետ եմ մոտիկ։ Ամենօրյա սեր չփում ունեք։ Հեռախոսով հա։ Այնպես դե աշխատում ենք։ Ուղղակի ժամանակ չունենք, բայց միշտ ես իրանից իր որպեսիության մասին գիտեմ, ինքը միակ մարդն է իմ կյանքում, որին ես գիտեմ, որ երբ զանգեմ ինձ չի ասի, չեք ասի այն դեպքում, երբ որ իրոք չէ, ինքը չի կարա։ Քո այդ բռնկուն տեսակը արտահայտվում էր նաև եղբորդ հետ հարաբերություններում։ Ըստ ինքը ինձնից ավելի բռնկուն է, մենք երկուսը բռնկուն։ Վայ, բա ինչ է լինում ձեր վեճերի արդյունքը։ Երևի խելացի ենք գտնվել, հասկացել ենք, որ դա մեզ կվնասի, ու որ աշխարհում մենք մենակ ենք մնացել, ոնց որ մաման պապան չկան, մենք սկսել ենք իրար գուրգուրել, ու շատ արագ բան ենք լինում։ Չգիտեմ ոնց է ստեղծվել, ջղայնանում ենք ու հետո արագ հասկանում ենք մեր սխալը։ Կապ չունի, եթե չենք էլ ընդունում ենք։ Եթե սխալ էլ չենք, ասում ենք սխալ ենք։ Ուզում եմ ասեմ, շատ հոգատար ենք մեկս մյուսի նկատմամբ։ Ոնց որ մի տեսակ երկու մարդիկ գիտեն, որ միակն են մնացել իրար համար շատ մոտ։ Այսպիսի հարաբերություններ ենք զգում իրար նկատմամբ։ Այդ ավելի շատ մամայի, պապայի կորստից հետո ձևավորվեց։ Հա, երբ որ մենք հասկացանք, որ մենք ու երկուսս էլ փոքր տարիքում, որ շատ ծանր ենք ապրել, դժվար ենք ապրել, ու շատ են կողքից եղել մեզ նեղացնել, բանանել, մենք տենց հոգեբանական ոնց որ գրկած լինեինք իրար, էլի։ Փոքր ժամանակ էլ։ Չէ, փոքր ժամանակ այդքան չէր զգացում, երբ որ իրանք գնացին, մաման, պապան, մանավանդ որ մաման գնաց, ինձ հատուկ խոսակցություն չի եղել, ուղղակի այդպես ստացվեց։ Հասկացանք ներսով, որ մենք պետք է իրար շատ գուրգուրենք։ Ինչն էր պատճառը, որ ձեզ շատ էին նեղացնում։ Մսի մի հատ պիես կա այդպես, ասում եմ վերջին վալսը, հիշում եմ Մսրյանն էր խաղում, ասում եմ մարդիկ ընկածին չեն ներում։ Ընկածը դա ֆինանսական դրություններ, թե ամեն դրության մեջ։ Օրինակ դե որ դու քեզնից արժեք չես ներկայացնում, երբ որ դու ֆինանս չունես, երբ որ դու, ասենք, չգիտեմ, ինչ-որ հեղինակություն չես, որպես այդպեսի սովորական ապրող չարքաշ կյանքով ապրող մարդու զավակները, այդքան տես բան չեն անում։ Սարգիս, հիմա քո հոր հողամասում ենք։ Հաճախ ես այստեղ լինում հիմա։ Շատ։ Նույնիսկ ընտանիքի անդամները շատ դեպքում տեղյակել չեն, որ ես գալիս եմ։ Շատ հաճախ, ամիսը 1-2 անգամ այստեղ եմ գալիս, նստում եմ, երիտեսար, որ հարևանները եկան ճանաչեցին։ Բոլորն էլ ինձ գիտեն, նույնիսկ չեն էլ հարցնում ինչ ես եկել, գիտեն, որ սա պապայինն է։ Գալիս եմ, զրուցում եմ, հիշում եմ։ Ես ինչ որ տեսնում ես, Ամալիա ջան, սա պապայի արածն է։ Լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, իրանն է։ Իսկ իմ համար սա շատ կարևոր է եղել, որովհետև սա իմ մանկության մի մասն է, պատանեկության ավելի շատ։ Սա այն հողամասն է, որը ինչպես դու էիր նշում, պահել է ձեր ընտանիքը։ Այս հողամասը քեռուն էր։ Քեռին բոլորին 2000 մետր հող տվեց այդ վատ տարիներին։ Բայց բոլորը տես չեն մշակում, մենակ պապան մշակեց։
ու այդ ժամանակ որ իմ ծնողներն էլ տարիքով մեծ էին ու գործել չունեին այդպես դες ունեցել են papan եղել է 50 տարեկան դե պատկերացրու ինչքան մեծ է այն ժամանակ էլ էսքի երիտասարդը գործ չուներ ու մնաց ու այս հողում սկսեց հավեր պահել ծիրաննդեղծ մրգեր էր բերում ծախում այդ գումարով բան ճանապարհի վրա փող չէր ծախսում ոտով գիտես քանի անգամ papan եկել Երևան որ փող չծախսի ավտոբուսի վրա այսպեսի կյանք ենք ունեցել ու դրա համար սա իմ համար շատ թանկ է մենք ինքը ամեն ինչ իր ձեռքով է արցակուրտներին որ ասում էի գալիս ենք աշտարակ գիշերը մնում ենք քերուտունը որտեղ այստեղ պայմաններ չկար բայց ցերեկ առավոտ մենք պետք է հաց ուտենք քերուտանը որտեղ այստեղ էլ ուտելու բան չկար քերուտանը հաց էինք ուտում գալիս էինք այստեղ աշխատում էինք Դու էր աշխատում այստեղ Հա, papaim օգնում էի, այնտեղ ինքը կլուբնիկ բաներ դրել, ջրում էինք իրար հետ, հնձում էինք։ Ես բավականին լուրջ հասկանում եմ գյուղատնտեսությունից։ Իրար հետ Այսինքն այգեգործությամբ էր զբաղվում հայրիկի հետ։ Քանի տարեկան էր այդ ժամանակ։ Հոտեր աստված փոքր էինք, դպրոցական էի։ 6-րդ, 5-րդ, 4-րդ դասարաններն էին։ Երեկոյան էլի քայլելով գնում էինք, քերուտունը քնում էինք։ Այն ճանապարհը, որ մենք այսօր մեքենայով եկանք, դուք քայլելով էիք գնում։ Հա, մի հատ Կիրակի էր հանգիստ, դա էլ խնդրում էինք, որ գնայինք կինո նայենք, այդ մեր այդ քերուտան վերջում կա կինո թատրոն, որտեղ ես 23 անգամ բարի տանցույ ֆիլմը Միտխում Չակրաբորտի տեսել եմ, ու այդ ժամանակ գժվում է դերասանի համար, գիտի աշխարհի ամենասիրուն տղեն է։ Սևուկ մևուկ տղա է, գիտես, բայց ասենք այդ ժամանակ ինքը մեր աստղն էր։ Այս հողամասում ես այդ կարևոր պահերն եմ ապրել իմ կյանքի դաստիարակվել ու papayi հետ այստեղ Իհարկե չէի լսում, ընդհանրապես հորս չէի լսում, բայց մեկը ինքը ասում էր, հիմա ես իմ աղջիկներն էլ են նույնը ասում, դե պապա շատ ես խոսում, բայց իրանք չեն հասկանում, իրանք ոչ թող ինձ նեղանան, ես կարևոր ասեմ, իրանք հետո հիշելու են իմ ասածը, այդտենց էլ ես էի, հորս չէի լսում, բայց ինքը անընդհատ ասում էր, ու հիմա ես շատ բոլորը հիշում եմ, ասում ինչքան լավ էր, որ դու այդտենց ասեցիր, որ այստեղ է անընդհատ շփվում էի Այդ համատեղ աշխատանքի ընթացքում հայրիկի հետ նաև ընկերություն ձևավորվում էր, թե չէ, միևնույն է Չէ, papan մեծ էր տարիքով, մտածողությունը ուրիշ էր իրա։ Papan էլ տենց ընկերական մարդ չէր, որ ասես տենց ընկերություն սիրող մարդ չէր։ Ինքը տենց ավելի շատ ընտանիք, հարազատ, ինքը ավելի շատ ազգականներ սիրող մարդ էր։ Ասում էր քոնոնցով եղի։ Իր համար երևի կյանքում ինչ-որ հարվածներ տեսել ընկերներից չեմ կարող ասեմ հիմա, բայց զգում եմ, որ ինքը տենց ընկերներին էլ չէր վստահում, ընկերություն ասվածին չէր վստահում, որ ես շատ մեծ ընկերություն ունեի մի ժամանակ, տարբեր բնակավոր դերասան էի, բան ասում եմ, մարդ այդքան ընկեր կունենա։ Հիմա եմ հասկանում, անկեղծ հիմա հասկանում եմ, չեմ ասում, որ իր նման կտրականապես չունեմ, բայց այդքանը շատ է էլի։ Շիզոֆրենիա, անձի սահմանային խախտում, տագնապային խանգարումներ։ Նենց ենք անում, որ հիվանդները մտածեն, որ մենք իրանց հիվանդի պես չենք վերաբերվում։ Բայց ինձ պիտի օգնես։ Մարդը, որ մեքենայի տակ ես գցել աղջիկ ունի։ Աղջիկը լրագրող է։ Դե դու չես ուզում կտրվես իրականությունից, իսկ ես ուզում եմ։ Հերդ ուզում է քեզ օգնի։ Հերս չի կարա ինձ օգնի։ Քո պատկերացումներում երեխան խնդիր է։ Կարող է դու ես գժվել։ Վրան փակել ապետ։ Ես մեղավոր եմ շատ։ Որ քեզ երեխա այդտեղ դրեցի։ Որ քեզ բռնի ինչ ես անում։ Դուք ուղղակի ձեր տղային եք պաշտպանում։ Անտանելի ակարոտել մեկինում չես հիշում։ Դու
ամեն դեպքում շատ ես վերադառնում անցյալ ու ես ինչպես հասկանում եմ հատկապես քո կյանքի այս շրջանում անընդհատ մտովի վերադառնում ես անցյալ ու երևի թե նաև հենց դա է որ քեզ ամսվա մեջ մի քանի անգամ բերում է այստեղ ինչ կա անցյալում որ դու անընդհատ ուզում ես վերադառնալ այդ կետին Հող մեղավոր եմ ինձ զգում, որ իրանց չեմ կարողացել որպես զավակ ապահովեմ։ Ամեն ինչ պիտի տայի, միգուցե, ու մեղավոր եմ զգում, որ ես հիմա հնարավորինս լավ եմ ապրում ու իրանք ինձ դաստիարակել են ու չեն տեսել այդ լավը։ Ու ես ինչքան իրանց հիշում եմ, իրանք շատ դժվար ոչ մի լավ բան, այդպես ասենք ֆինանսական առումով, բարեկեցության առումով չեն տեսել, ինչքան որ ես եմ հիշում։ Բայց ինչը կարող է այլ կերպ անել, որ չէր անում, որ հիմա մեղավոր ես զգում քեզ։ Աշխարհը կտա իրանց, ինչ ուզեին։ Բայց դու այն ժամանակ փոքր ես, չէ՞։ Երևի այդ որ գնում եմ անցյալ մտածում եմ ասում լավ, ինչի իրանք որ լինեին, լավ կլիներ, էլի։ Ես կարող էի իրանց շուրջ փոխհատուցել այդ որ գոնե մի քանի տարի լավ ապրեին։ Ուղղակի դա ինձ դուր է գալի գնալ երբեմն անցյալ, որովհետև այնտեղ այնքան ջերմություն ու քնքշանք կա։ Ես որ գնում եմ հետ վատը չեմ հիշում, որ դա տրավմատիկ լինի իմ համար։ Ես գնում եմ հետ ու լավն եմ հիշում։ Հիշում եմ այդ ամեն ինչը, որովհետև կարոտում եմ։ Ես էլ իմ ծնողների տղան եմ։ Ու շատ հաճախ եմ կարոտում։ Մարդ ինչքան մեծանում է, այնքան ավելի մենակ է։ Ես հիմա աղջիկներս մեծանում են, իրանք ոնց որ ինձնից փոխվում են, դու մնում ես էլի մենակ։ Ստիպված ուր ես ուզում գնաս, դու էլ ուզում ես գնաս քո մամայի, պապայի հետ խոսաս։ Որտեվ իրանք արդեն ես իրանց համար այդքան էլ հետաքրքիր չեմ։ Ինչքան էլ որ ես լավ պապա եմ կամ վատ էդ իրանք ասեն, բայց իրանք էլ են արդեն փոխվում։ Որոնք էին վախերը, որոնք ասում էիր, որ մինչև հիմա չես կարողանում հաղթահարել։ Ոյ։ Շատ չեն դրանք, բայց կան։ Ինչ ես ուզում պատմեմ դրա մասին։ Եթե հիմա մեջ բերենք իմ եւ քո հարցազրույցը, երբ ես էի քեզ հյուր, հենց քո խոսքերը եթե բառացի մեջ բերենք, դու ասում էիր, որ ես ունեի մանկության վախեր, որոնք մինչև հիմա չեմ կարողանում հաղթահարել, բայց քան որ այդ բանը ես չէի կարող քեզ հարցեր տալ։ Տես մերժված էի։ Ինձ բանի տեղ չէին դնում։ Միշտ ինձ ամեն տեղից լարում էին։ Այսինքն իմ մոտ տպավորություն էր, որ ես ոչ մեկին պետք չեմ։ Ես որպես արժեքային համակարգ գոյություն չունեի։ Դա կարող լիներ իմ ոչ բարեկեցիկ կյանքը, դա կարող լիներ անինքնավստահությունը, կարող լիներ ծնողների հետ քիչ բանը, ծնողների զավակներ բանը, բայց միշտ զգացել եմ, որ ես ոչ մեկին պետք չեմ։ Այդ մի տրավմա էր, որը հիմա չկա։ Դրա հակառակը ուրիշ ձև է զարգացել, դա, բայց էլի դա համարում եմ այդ տրավմայի արդյունք, որը անընդհատ ինձ պահում է։ Մարդկանցից վախենալը, որ իրանք ինձ հիմա կիչացնեն, ինձ հիմա մի հատ վնաս կտան։ Բոլոր մարդկանց մեջ տեսնում եմ վատը։ Այսինքն առաջին հերթին ոչ թե լավ, այլ վատը, որ իրանք էսա ինձ ցավացնելու են, թուլացնելու են, կարող է ինձ խփեն, կարող է մի բան անեն, որ ես շատ վատ զգամ ինձ։ Որովհետև ավելի վաղ տարիքում անընդհատ մարդիկ ինչ-որ բան էին անում, որից դու վատ էիր զգում։ Իհարկե։ Սարգիս, այդ ամեն ինչը պայմանավորված էր հենց ֆինանսական դրությամբ, թե գուցե այն ժամանակ դու էլ ձևավորված չէիր այնպես, որպեսզի Ընդհանրապես ես որտեղ որ մտնում եմ, ասում են Էվայի, Անայի պապան, Նարեի պապան, ասենք պապայից գալիս են երեխեք։ Ջահելների մեջ, այդ շրջապատի մեջ, պապան մեծ հեղինակություն է, որ մենք հավաքվում ենք բակում խոսում ենք, բոլորի պապաները իրենց երեխեքի համար հեղինակություն են։ Իմ պապայի ու իմ տարբերությունը այնքան մեծ է եղել իմ ծնողների, որ իրենց պապաները ջահել էին, ու այդ հեղինակության արդյունքն էլ չկար։ Էդ էլ էր ինձ թուլացնում, եթե այդպես պապան ջահել լիներ ու այդպես բան լիներ մի քիչ ավելի, ես երևի այդքան բան չէր լինի։ Այդ պապայի հեղինակությունն էլ է ես ուզում վերարտադրել իմ վրա։ Որտեղ պապան դրա հավեսը չուներ, թոշակառու մարդ էր, հասկանում ես, մի քիչ էլ գլուխը կախ մարդ էր, ունևոր չէր, ու դրանք սաղ այդ ջահելները հաշվի էին առնում։ Ու դրանք սաղ իմ կյանքում ազդել է։ Դրա համար է հիմա Սարգիս Գրիգորյանը որպես պապա ամեն ինչ անում է, որ հակառակը լինի, դա էլ է տրավմա։ Բայց դա նաև օգնել է ինձ։ Օգնել է ինձ, լիքը վնասել է։
Իսկ դու որ տարիքում սկսեցիր ձևավորել քո հեղինակությունը ըստ քեզ։ Լսի, այդ մանկությունը ինձ եւ վնասել է եւ օգնել է։ Երևի այդ մանկության դասերից ես հասկացա, որ ես այդպեսին պետք է չլինեմ, ես երբեք պետք է չընկնեմ։ Ինչքան էլ խփում էին ընկնում, ոտքի է կանգնում, ու այդ խփողներին թվում էր, թե ես հեսա պետք է ընկնեմ, չեն հասկանում, որ իրանք դրանից ուժ են տալիս, որովհետեւ ես իմ մեջ արդեն դա ձևավորել է։ Ու խանգարում էր, որ ես մարդկանց սկսեցի չվստահել։ Սկսեցի մարդկանց վերաբերվել, որ հենց գալիս էին մոտիկ, հենց մի քիչ ավել ուզում էին անցնել, շատ արագ բրդում էին, ասում էին չգասել առաջ, որովհետև մտածում էի այդ վախերի պատճառով, որ կվնասեն էլ ինձ, փորձեն բրդել։ Բայց էլի Աստծո շնորհիվ դրանք էլ եմ հաղթահարում, շատ լավ է։ Տարիների ընթացքում ինչպես ես դեպքում կարողացար ձևավորել քո ընկերական շրջապատը, թեկուզ նույն ընտանիքում ինչպես կարողացար այդ վստահության մթնոլորտը ստեղծել, որովհետև այդ կոմպլեքսները երբ որ լինում են մարդու մեջ արմատացած, շատ դժվար է դրանց վերև թռիչք անել։ Ստացվեց այդպես։ Մեկս մյուսին, եթե ընտանիքի դեպքում դու գիտես, մանունին շատ է օգնել այդ հարցում։ Կոմպլեքսների վերացման, կամաց համբերատար, հոգատար փորձել է շուշաթղթի իմ բաց թողումները, իմ մինուսները, իմ պորտկումները։ Իսկ ընկերական շրջապատում դերասանների մեջ շատ հեշտ էր դա։ Որ մտա թատերական ինստիտուտ, հասկացա, որ այնտեղ հեշտ է։ Ավելի կոմպլեքսներից դուրս են, ու դա ինձ դուր եկավ։ Ու դա էլ ինձ օգնեց։ Եթե ես լինեի պոլիտեխնիկի ուսանող կամ ժողովի, մի քիչ կարող է դժվար լիներ։ Հարցի այդ կտորին չպատասխանեցիր, բայց ինձ հետաքրքիր է, դու երբ արդեն սկսեցիր ձևավորել քո հեղինակությունը, երբ հասկացար, որ քեզ որպես ընկած չեն ընկալում։ Որոգայթից հետո, ֆիլմից հետո, երբ ճանաչված դարձա։ Որովհետև ես զգացի, որ դա ուժ է։ Սկզբից սխալ է այդ ուժը օգտագործում, հետո հասկացա, որ այդ ուժը դարձավ օժնություն իմ համար։ Որպես։ Երբ որ դու արդեն սկսում ես գումար վաստակել, երբ որ դու զգում ես, որ մարդիկ արդեն սկսում են քեզ Սարգիսը դառնում, Սաքոն դառնում է Սարգիս, հետո դառնում է Գրիգորյան Սարգիս։ Այդ Սաքոից Սարգիս անցումը եղավ երևի որոգայթը, երբ որ ես իմ մասնագիտության մեջ կայացա ու ես հասկացա, որ ոնց սա կարաս դու, ուրեմն կարողացար դու դա անես։ Ինչ որ բան քեզնից սկսեցիր ներկայացնես։ Իսկ դու այդ փուլում ինչ որ պահի փորձում էիր խուսափել Սաքոից։ Չէ, այդպես չեմ մտածել, ես ուղղակի վայելում էի այդ պահը։ Բայց այդ Սաքո Սարգիս անցման ժամանակ երբեմն լինում է, չէ, երբ Սարգիսը փորձում է թաքցնել Սաքոին։ Հա, իհարկե, շատ էի ուզում, դրանից էլ խնդիրներ էր առաջանում ինքս իմ հետ, բայց նաև լիքը սխալներ էր առաջանում։ Երբ որ դու սկսում ես շուտ բան թաքցնել, ցույց տալ արհեստական ինչ-որ բաներ, բնականաբար դրա արդյունքը ստանում ես, որ դու սկսում ես լիքը սխալներ գործել։ Ինչն էր թաքցնում եւ ինչ էր ցույց տալիս։ Իմ վախերն էի շատ թաքցնում։ Դե ես այդ մանկության տարիներին շատ վախեր եմ ունեցել, այդ վախերն էի թաքցնում։ Ուզում էի ցույց տալ, որ շատ ուժեղ տղա եմ։ Ուզում էի ցույց տալ, որ իմ մոտ ամեն ինչ լավ է։ Ես միշտ էլ լավ եմ եղել։ Ես երբեք հուզվող չեմ եղել։ Բան էլի կատարած կանգնած երիտասարդ։ Ու դրանք խանգարում էր, որովհետև դրանից բալանսն էր խախտում, սկսում էի ամեն տեսակի ապուշություններ անել, որպեսզի թաքցնես այդ ամեն ինչը։ Օրինակ, ինչն ես դու համարում ապուշություն։ Խմել, շատ։ Գիշերները տուն չգալ։ Այդ մանոյի հետ կյանքի ժամանակը։ Նա եղել են այդպես էլ եղել։ Ինչ թաքցնում։ Այդ ժամանակ է սկզբի շրջանում այդպես է եղել։ Հիմա եմ եղել։ Հիմա էլ։ Հիմար եմ եղել։ Հիմա ոչ, իհարկե ոչ, ինչա։ Չէ, չի կարող այդպեսի բան լինել։ Ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը։ Հետո արդեն կամաց Աստված տալիս է այդ գիտակցումը, որ ճիշտ ապրի։ Տես, վատ ապրող երեխա մտնում է այս ասպարես։ Աստված իր ճակատը պատճում է։ Իրան տալիս է դեր, որոգայթը, որ նայում է։ Մյուս օրը ես ճանաչված եմ դառնում։ Զգում եմ, որ առաջարկներ է գալիս։ Իմ մոտ ստացվում է միջոցառումներ։ Գումար է մի անգամից գալ։ Ինչ ես կարծում, ես հայրս էլ գլխից չէր, որ ասենք, ես ասել, սենց է, ճիշտն է։ Ես ասում եմ փառք Աստծուն, որ ես ընդհանրապես չեմ փչացել այդ ամեն ինչից։ Կարողացել եմ մնամ գոնե ջրի երեսը, ես կարեի շատ լավ, շատ հեշտ փչանայի։ Ու մի պահ ես հասկացա, որ ես ընկերներ եմ կորցնում,
Ես հասկացա, որ ես մարդկանց նկատմամբ սխալ եմ վարվում, որովհետև փողը այնպեսի անհրաժեշտություն է բնականաբար, բայց երբ որ դու ես իրան օգտագործում, այլ ոչ թե ինքն է քեզ օգտագործում։ Դրան էլ եմ եղել։ Դրա համար եմ երեխեքին փորձում, մենք էլ մեքենայի մեջ խոսում ենք դրա մասին։ Դա իմ անցած ճանապարհն է։ Միգուցե իրանց համար դա արժեքավոր չի, իրանք ուրիշ, բայց ես այդ եմ տեսել ու մտավախություններս մեծ է, դրա համար էլ ուզում եմ բանանալ։ Ամերիկանից փոխեց այդ ամեն ինչը, որ ես կարողացա Սարգիսին նայել կողքից, հարևանի աչքով, երբ որ ինքը ավելի պարապ էր, ինքը ում անեղացրել, ինչ անեղացրել, ոնց է վարվել այս մարդու հետ, ոնց կարող խոսալ, որ չի խոսացել, այդ ամեն ինչը սկսեցի արժևորել։ Կամաց սանտիմետր առ սանտիմետր փորձում եմ սխալների ուղում կատարել։ Սարգիս, մենք խոսում ենք հենց այն շրջանի մասին, որի մասին տանը խոսեցինք, երբ սկսեցիր խմիչք օգտագործել, ուրիշ հետաքրքրություններ փնտրել։ Սկզբի ժամանակները նաև։ Չեմ ուզում ճիշտ երևամ, ես ուզում եմ անկեղծ լինեմ, մի պարզ պատճառով, որովհետև ես ուզում եմ փոխվեմ։ Դրա համար էլ մինչև անկեղծ չլինես չես փոխվի։ Ինչե՞ եկել քեզ հյուր։ Ինչե՞ եկել այստեղ ցույց տամ թե какой я красивый։ Դու Մանոյի համար փաստորեն այն շատ բարդ ամուսինն ես եղել, որին նաև ինքը կարողացել է հղկել եւ չգիտեմ ինչպես այդ ամեն ինչը ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հանկարծ ինչ-որ սխալ միտք չարտահայտեմ, բայց ամեն դեպքում ինչ որ առումով դարձնել իր երազանքների ամուսինը։ Դա շատ դժվար է եղել։ Ես քեզ անկեղծ եմ ասում 99% կանայք ուղղակի դրա այն ճանապարհը, որ Մանոն անցել է, դրա 3%-ին չէին դիմանը։ Բայց ինքը տեսել է։ Իմ ներսն է զգացել, որտեղ իր բառերն եմ ասում։ Ես գիտեի, որ դու ներսից լավն ես։ Ես զգում էի։ Դա անբացատրելի է, ոնց որ Աստծո հետ շփումը ոչ մեկ չի կարող բացատրի։ Դա անբացատրելի է։ Ինչ էիր անում դու այդ փոլում, ինչպիսին էր քո կյանքի այդ շրջանը։ Ինչ ցոփ շվայտ կյանքով էի ապրում, փողեր կար, այնքան կար, որ տուն էի բերում։ Ես իմ ընկերներ, շրջապատ, ճանաչվածություն բնականաբար ամեն ինչ որ կարող ես պատկերացնել, բացի թմրանյութերից, թմրանյութ չեմ օգտագործել երբեք։ Գիշերը ուշ գալ տուն, մեքենան հարբած բերել, մոռանալ թե որտեղ է կանգնած մեքենան ընդհանրապես։ Շատ են եղել եկել են ասել են դուռը բաց խաչմերուկի մեջտեղը կանգնած է մեքենան։ Այսպես դա իմ համար նորմալ էր թվում այդ ժամանակ, բայց տղա եմ, ես ունեմ այդ ամեն ինչը, բայց չօգտագործում, չտեսնեն ես ինչ տղա եմ։ Ես չգիտեմ, այս հարցը տալն է ճիշտը թե չտալը։ Դե որ սկսել ես դու։ Այդ ցոփուշով այդ կյանքը բերել էր նաև դավաճանության։ Լսի դա գայթակղություններ են։ Եթե դու գիշերները տուն չես գալիս։ Ես քեզ անկեղծ ասեմ, գիշերը մութ է, ցերեկը լույս է։ Գիշերը ինչ են մարդիկ ավելի շատ գիշերները խմում։ Գիշերային ակումբներ, ինչա կոչվում, ցերեկային ակումբ տեսել ես։ Երբ որ լույսերը հանգում են, այդտեղից սկսվում է սատանայի հանդեսը։ Հիմա եթե դու անընդհատ գիշերները, երեկոները քո ընկերության հետ ես, ինչ ես կարող գիշեր ինչքան գայթակղություններ քեզ կարող բերի։ Իսկ դու որ գիտելիք չունես, ցանկություն էլ չունես փոխվելու, գայթակղությունները ինչի պիտի քեզ խանգարի։ Որ պահին քո մեջ արթնացավ ցանկությունը փոխվելու ու մեղավորությունը Մանոյի հանդեպ, որովհետև Մանոն վստահաբար ընկինը չէր, որին կարելի էր դավաճանել։ Ասի որ կամաց է եկել, ոնց որ Մանոնը համբերատար աշխատել, ես էլ այդպես կամաց փոխվել եմ, որովհետև մի անգամից չէի կարա, չէր ստացվի, ես այդ գիտելիքը չունեի, այդ իմացությունը չունեի, հետո հասկացա, թե ինչքան կարևոր է իմ համար իմ ընտանիքը, բաժանվելու վտանգի առաջ էիք։ Ծնողներս մահացան, չէ, Մանոն երբեք չի ուզեցել որ բաժանվենք, Մանոյին իմ հայրն է, ազդել Մանոյի վրա, որ ինքը երբեք դրան կողմ չի նայել։ Երբ որ papan ռակով հիվանդ էր, քաղցկեղով, Մանոն եկավ, ասեց, արի այստեղ ու շատ չոր խոսաց Մանոյի հետ, ասեց իմ տղեն,
Դե չեմ արդարացնում այն ինչ որ papan ասել է, բայց այդ ժամանակ եթե papai ասածը չլներ, երևի ուրիշ ձև էլ կլներ։ Ամեն ինչը տեղից է սկսել ըստ Մանոյի։ Papan նստածեց, ասեց իմ տղան անլուրջ տղա է, շատ հարցերում լիքը սխալ է, բայց դու եթե ընտրել ես իրան որպես կին, ուրեմն կնեղացնի վազի այն անկյունը, կնեղացնի այն անկյունից վազի այս անկյունը, վազի այն անկյունը, բայց դրան կողմը չնայես։ Եթե դու համաձայն ես, ես իմ օրհնությունը կտամ, եթե չէ, հիմա գնա։ Ես քեզ ասում եմ ինչ է ստանալու։ Մանոն papayin ասեց ես համաձայն եմ, ես այդպես կլինեմ։ Երևի ժամանակ ամուսնացած ես արդեն։ Չէ, papan մահացել էր որ մենք ամուսնացել ենք։ Ինքը ասեց երևի զգաց որ հիվանդ մարդու խնդրանք է նաև, որտեղ papayi ասացի մեջ նաև մի տեսակ խնդրանք էլ կար։ Ու Մանոն երևի ենթագիտակցաբար կամ միգուցե գիտակցաբար այդ խոստումը papayi առաջ բայեց։ Ու պլյուս դրան էլ ասեց, որ ես ամեն ինչ կանեմ, որ ինքը արժանապատիվ զավակ կլինի։ Որտեղ papan ինձ չէր ընդունում, տենց ասում էր անլուրջ տղա է։ Ու տենց էլ տենց ասեց, այ մարդ էս տղեն երբ համար դառնալու։ Ինքը ընդունում էր իր բոլոր տղերքին գրեթե, բայց ինձ տենց էլ չտեսա, որ ես լուրջ եմ, լուրջ տղա եմ դառել։ Երևի դա էլ է պատճառը, որ անդադ հետ եմ գնում, ուզում եմ անընդհատ papayin գտնեմ, papayi հետ խոսեմ, պապ ես ասեմ Լացածիր։ Հա։ Խոսա։ Ուզում ես papayin ասել, որ դու լուրջ տղա դարձար ի վերջո։ Հա։ Խնդիրն է, այստեղ ես նստած։ Կուզես ընդմիջենք հետո շարունակենք։ Հա, ինչ անենք, ինչ ես ուզում։ Ինձ էլ լացացրեցի։ Ունես էլի դու, հա, լսի հոգեբան դառ, լուրջ եմ ասում։ Սարգիս փաստորեն այստեղ որ գալիս եք հողամասում գործ անելու, այս տնակներ, որտեղ որ նաև հանգստանում եք։ Տես այս տնակը հիշում եմ տենց $100 թե ինչքանով papan ձեռք բերեց, այն ժամանակի դա մեծ փողեր էր իր համար, մեր ընտանիքի համար, հետո դա տեղադրվեց, սա սարքեց, ավելացեց, այս գարաժը ուզում էր այստեղ սունկ պահեր, հետո հասկացա, որ դրանից գլուխ չի անում, հավեր, մավեր էր պահում, այդ ձումու էր բերում, հասցնում, այդպես ապրում էր, տնտեսություն էր ստեղծել, ու այսպես papan արդեն մոտ 20 տարի չկա, ավելի ճիշտ 18 տարի 18 տարի պլյուս 2 տարի էլ առաջ էլ ծախ 20 տարի առաջ է այս ամեն ինչից։ Սա վաճառել եք դուք։ Papan էր վաճառել, որովհետև մենք որ ամուսնացանք, մեզ պետք էր մենք չունենք երկրորդ տուն։ Papan ասում էր, ինչի սա պետք, եթե ես չեմ կարող իմ տղաներին բարեկեցություն ապահովեմ։ Սա ծախեց մի տարի հետո հիվանդացավ, մահացավ, որովհետև տան մեջ ոնց է կենթանին վանդակում ֆռում է առուծը, վանդակում sense անընդհատ պատտում չէր գտնում իր տեղը տանը։ Այսինքն դու մի փաստը մյուսի հետ ես կապում։ Հա, իհարկե։ Ինքը այստեղ երջանիկ էր, ինքը իր երջանկությունը զոհաբերեց մեր համար, որովհետև ինքը փող էր պետք ավելորդ, որ մի հատ տունը ծախենք, վրան փող դնենք, երկու տուն առնենք։ Ու հիմա էտել է ինձ շատ տանջում, էլի։ Ու ես հիմա շատ կուզենայի անել, պրոստը այս հողը առնեի գոնե պահեի, բայց չեմ էլ գտնում այդ մարդուն որ վաճառել են դրսից է, Ֆրանսիայից է թե որտեղից է, չեն կարողանում գտնել։ Այսինքն քեզ համար այս պահին երազանք է այս հողը կրկին գնելը։ Երևի ինչ-որ մի բանով papayin շնորհակալություն հայտնել էլի, որ ես չեմ թողել իր սիրած վայրը։ Բայց չի ստացվում հələ որ։ Երկու շատ վատ տուն գնացինք, շատ վատ, բայց գնաց papan արեց դա։ Շատ դժվար էր։ Հետո բայց ասեց, այսքան եմ կարող, այսքան եմ անում։ Շատ խրուշովկաների մեջ, ասենք կաթացող տուն էր, չվերանորոգած, բայց մեզ առանձնացրեց։ Ինքը ասում էր, որ երկու հարց չեն կարող իրար հետ ապրել։ Ճիշտ էր ասում։ Իհարկե ճիշտ էր ասում։ Որ այդպես է երկու հարց։ Հետո մենք էլ հետո ինչքան կարողացանք մերը ստեղծեցինք էլի։ Բայց ինքը իր գործը արեց, ես զգացի, որ ինքը դրա պատճառով ինքը իր կյանքը զոհաբերեց։ Սա իր ամբողջ կյանքն էր։ Հիմա ինչա սա 20 տարի ոնց որ Աստված ասի, սա քեզ պետք է, որովհետև 20 տարվա մեջ ոչինչ չի փոխվել, papayi տնկած ծառերն չեն կտրվել, նորը չեն։ Ես ամեն ինչը sense մնացել է, ոնց որ ասի արի վերցրա։ Ես եթե իմանա այստեղ փոխված է, սրան ուշադրություն չէի դարձնի, բայց սա այս ամեն ինչի մեջ իր ձեռքը կա։ Նույնիսկ այստեղ
Չգիտեմ մի քիչ զգուշ եղի, որովհետև քանդված է, զգուշ կլինես։ Մտնես։ Արի, լավ, արի իմ պատմության հետ ծանոթացի։ Այս այդ հատվածն է եղել, այստեղ ոնց որ բանն է, իհարկե անշուք է 20 տարի ոչ մեկ չի ապրել այստեղ։ Սա զալն էր։ Այստեղ այս հերոստացույցը իդեպ ունի պատմություն, սա մեր առաջի լուրջ գնումն էր, երբ որ սև ու սպիտակ հերոստացույցից եղավ արդեն գունավոր, սա բերեցին, սա մի ուրախություն էր, որ բերեցին դրեցին, որ ամբողջ ընտանիքով որ չէին թույլատրում մատով կպնեինք այս հերոստացույցին, որ այն շոր էին գցում բան։ Ու այս ոնց որ իմ մանկության հերոստացույցները, որը աշխատեց, հիմա sense այնտեղ բաներ, կուխնյաներ, խոհանոցը, այդպես։ Այսինքն այստեղ խոհանոցներ, սա հյուրասենյակներ եւ այնտեղ մնջարաններ։ Դուք այստեղ քնում եք նաեւ։ Հա, այստեղ ենք ցերեկները մեկ-մեկ գիշերը papa հետ ենք մնում, papan է շատ մնում։ Papan մի տեսակ մանախի կյանքով էր ապրում, վանականի կյանքով էր ապրում։ Ինքը երբեք տես հավատացյալ մարդ չի եղել, բայց իր գործողությունները սա հավատացյալ մարդու, քրիստոնյա մարդու ոնց որ գործողություններ լիներ։ Երբ դու այստեղ քնում էիր, մտքումդ ուներ այն երազանքը, որ դու ավելի հարմարավետ տանն ես քնելու։ Այո, միշտ այդպես է եղել, որովհետև ես փորձել եմ այնպես անեմ, որ ես այդ դժվարությունները սենց ասեմ, բարդ ու չքավոր կյանքը ամբողջ իր գունապնակով հասկացել եմ ու ապրել եմ։ Ու իմ համար դա համար մեկ խնդիրն էր, որ ես այդ ամեն ինչից դուրս գամ, բայց նաև գնահատեմ ու հիշեմ այդ ամեն ինչի որ կա, դրա մեջ մարդ մնամ։ Ու այսօրվա իմ պայքարն էլ է դրա հետ կապված։ Ես այդ խնդիրը չգիտեմ։ Արի։ Մի փոքր ընդմիջում ունեցանք, որից հետո ուզում եմ հասկանալ հիմա պատրաստ ես մամայի մասին հարց տամ։ Չէ, արդեն օքեյ է, այդ պրոստը տենց բան էր։ Մաման քեզ ինչպիսին էր տեսնում։ Մաման ամենաշատը հետ papayi նման իրանք երկուսն էլ գիտեն, որ ես իրանց ընտանիքի թույլ օղակն եմ, որ իմ տեղը չեմ գտնում։ Ու ինչքան որ papan ասում էր, մաման այդքան ավելի շատ էր ինձ պաշտպանում։ Դե ծնողը ոնց է միշտ գնում է իր թույլ երեխուն է գրկում, որովհետև նրանց գրկելու կարիք չունի։ Ոնց որ էլ Աստված ասում է ես 99 թողեմ կգնամ այն մեկի հետևից մոլորված է։ Նույնն էլ ծնողների մոտ է գործում, ու ինքը միշտ իդեպ օրենքով մեր ավանդույթի համաձայն ծնողները ապրում էին փոքր տղու հետ, բայց մամաս ապրում էր իմ հետ, ինձ փոքր աղբեր էլ ունեմ, մաման, papan ապրում էին իմ հետ։ Սարգիս, այդ փուլերի համար դու քեզ ներել ես, թե դու հիմա դեռ եկել ես այդ խաղաղությանը, բայց քեզ լիարժեք չես ներել ու դրա համար է այս հուզական վիճակը քո մոտ առաջանում։ Իհարկե չեմ ներել։ Այդ փուլում եմ ես, գնում եմ դեպի մաքրման։ Այսինքն ինչի է մարդ գնում դեպի Աստված։ Ինչի անընդհատ մնում այդտեղ ու անընդհատ որ մաքրվի, որ այդ ճանապարհը անցնի, որ կարողանա այդ իր անցած այդ սխալ, ոնց ասեմ, հիմա պատկերացրու դու խաչմերուկից սխալ աչ ես թեքվել, բայց պիտի ձախ գնայիր։ Հիմա դու ճիշտ ճանապարհ գնալու համար պիտի այդքան էլ հետ դառնաս, որ փոխես ճանապարհը։ Դու հետ դարձել ես, թե հետ դառնալու ճանապարհն ես։ Հիմա դառնում եմ համարյա հասնում եմ խաչմերուկ, հələ բայց կա։ Այսինքն ես հետ եմ դառնում, որ արդեն սկսեմ ճիշտ ճանապարհով գնալ։ Բայց դա ճանապարհ է, բայց դու եթե դու մտածում ես կամ ինչ-որ մեկը մտածում է, որ 30-40 տարի սխալ ապրած կյանքում կարա 2 տարվա մեջ, մի տարվա մեջ ամեն ինչ փոխվի, չարաչար սխալ է, կարա 10 տարվա մեջ։ Աստված կկրճատի 40-ը կսարքի 10, բայց դու մեկը պիտի հետ գնաս, այդ ճանապարհը պիտի անցնես, ոնց է, խավարանով պիտի անցնես։ Դու ինքդ քո հետ պիտի աշխատես։ Դու որ տարիքից սկսած հասկացար, որ սխալ տեղում ես եւ պիտի վերադառնաս այն խաչմերուկը։ Երևի Միացյալ Նահանգներ գնալուց։
այդ ժամանակ։ Մինչև այդ դու դեռ այդ ամեն ինչի ազդեցության տակ ես։ Չի ասի, որ տենց ոնց որ դու մտածում ես այդպես։ Որովհետև սարսափելի չէ։ ներկայացրեցիր։ Չէ, այդպես սարսափելի սկզբի ժամանակ ա եղել։ Այդպես պատմում եմ մեր սկզբի ժամանակ, այդպես ես այդ ոչ մի կին չէր դիմանայից, որ ասում եմ այդ սկզբի ժամանակներն ա եղել, որ այս իներցիայով ամուսնացել եմ, բայց դեռ ինձ զգում էի, որ ես ազատ եմ։ Ինչքան գնացել է, բայց այդ սխալ ճանապարհով ա գնացել։ Մի քիչ եմ արել, մի քիչ շատ, հետո մի քիչ մեծացել եմ, հետ եմ գնացել։ Այսինքն էսա, իսկ Ամերիկայից ընդհանրապես որոշեցի, որ պիտի հետ դառնամ։ Այդ տես ոնց քեզ ասեմ, դա մենակ այդ դավաճանությունների մասին չի, որ ես դրանք շատ շուտվանից է անցել իմ մոտ, բայց մեկը էլի իմ բռնկուն տեսակը, ընտանիքիս հետ շփվելու տեսակը, հասկանում ես, իմ եսի բարձրությունը, մարդկանց հետ շփվելու, շուշուտ չարանալը, ջղայնանալը, ես իմ սև կողմերն եմ ունեցել, բայց Ամերիկայից հետո սկսեցի ես այդ ամեն ինչին, ես որ ասում եմ սխալ եմ ապրել, դրանք էլ է մեջ է, դա ոչ մի բանով պակաս չի այն մարմնական դավաճանությունից իմ համար, դրանք էլ են նմանատիպ մեղքեր եւ ոչ պակաս, բայց դրանից սկսած Ամերիկայից ես սկսեցի հետ գալ, դրանց հետ առերեսվել ու սկսեցի հասկանալ, թե իրանք ինչքանով են ինձ խանգարում։ Քո կյանքում երբ ձևավորվեց քո հավատքը, որ փուլը ձևավորեց դա։ Երևի ամենադժվար ժամանակահատվածն էր։ Ես Միացյալ Նահանգներում վերջի 2-3 տարին շատ ծանր եմ տարել բաժանումը հայրենիքի հետ, ու պետք էր օգնություն ինձ։ Չէի հասկանում ինչա կատարվում։ Ամեն ինչ խառնվել էր իրար, ու միակ ճանապարհը եղավ Աստծո տուն գնալը, եկեղեցի։ Այդ էլ այնպես պատահական ա եղել, որ ասում է Աստված ինքն ա որոշում, երբ իր դռները բացի ու քո հոգին բացի իր առաջ, ու շատ դժվար էր, որ նույնիսկ եկա Գլենդելի Ամերիկանայում, Մանոյին ասում Մանո, հոզված ասի, խնդրում եմ օգնի, չգիտեմ ինչ ա կատարում, բայց լավ չեմ էլի ներսից, դա հիվանդության հետ չէր կապված, ոչ մի բանի հետ գրեթե ամեն ինչ հոյակապ էր, երեխեք առողջ, թվում էր թե ամեն ինչ, բայց ներսից տակնու վրա էր հոգիս լինում, ասաց ինչով ես քեզ կարամ օգնեմ, չգիտեր այդ ինչով օգնել, ոչ բժշկի պիտի գնալ, ոչ մի բան։ Այդ պահին SMS եկավ հեռախոսից վրա, երեխեքից մեկը, պատվիշիկներից մեկը, ոնց են հայերեն պատվիշիկներ, հետևորդներից մեկը, գրեց Սարգիս ջան, մենք այսօր աստվածաշնչյան սերտողություն ունենք Սանտ Լեոն եկեղեցում, հայկական առաքելական եկեղեցում Բրբանկի, կարող ա գաք, մանուն ասեց, տեսար, Աստված ուղարկեց, ու ես գնացի ու սկսեցի բացահայտել նախ աստվածաշունչը, սկսեցի գիտակցել, որովհետև երբ որ կարդում ես, դու չես հասկանում, քեզ պետք է մարդ, որ քեզ ուղղորդի, ու Հայկ Մադոյան կա հրաշք մասնակետ, որը շատ լավ գիտի այդ ամեն ինչը, իր միջոցով, իհարկե Աստծո զորությամբ ես հասկացա, որ ես մենակ չեմ։ Աստծուն ճանաչելը մի բան է, Աստծուն հավատալը մի բան է, բայց Աստծո ստեղծած արժեքների մեջ ապրելը ու այդ արժեքներին հավատարիմ մնալը այդ լրիվ ուրիշ բան է ու երևի թե ամենադժվարն է, որովհետև մենք բոլորս խոսքի մակարդակով ունենք հավատ, բայց երբ հերթը հասնում է գործողություններին, երբեմն սխալվում ենք, երբեմն հակասում ենք։ Ամենը ես այնքան հեռու եմ դրանից, լիքը մեղքեր ունեմ ու անընդհատ գործում եմ, բայց հետաքրքիրն է, ես տեսնում եմ առաջ ու հիմա, պետք չի նայել, որ դու ամբողջովին այդ ամեն ինչը կատարում, դու պիտի նայես դու ինչքան ես առաջ գնացել, ես երբ որ նայում եմ, ես ինչից ինչ եմ գնացել ու դեռ ինչքան ճանապարհ ունեմ անցնելու, միշտ Աստծուն փառք եմ տալիս, որովհետև այն ճանապարհը, որ Աստծուն ճանաչելուց հետո ես անցել եմ, շեշտակի կրճատվել է իմ գործողությունները դեպի վատը, ավելի շատ ավելացել է դեպի լավը, ներսում, սկսել եմ իմ վրա աշխատել, զգալով այդ ամեն ինչը, բայց դեռ այնքան աշխատանք անելու, ու այնքան լավ այդ ճանապարհը անցնել, որովհետև տեսեք ինչի է նման, Ամալիա,
Երբ որ 100 հարկը դու բարձրանում ես, առաջինը 10 հարկը մի անգամից բարձրանում ես, չէ՞։ Հետո ամեն հարկը քեզ դժվարությամբ է տրվում։ Հիմա նույնը, ամեն ինչ, ամեն մի սանտիմետրը ինձ դժվարությամբ է տրվում։ Ամենադժվարը ինչն է տրվում քեզ։ Իմ ջղայնությանը, իմ էմոցիաները ղեկավարելը, կառավարելը։ Ես որ ինքս սիրում եմ ամեն ինչ կոնտրոլի տակ պահել, ու մի անգամից պորտկող եմ, ու մարդկանց ճակատին ասող եմ, դրանք շատ սխալ բաներ են։ Ամեն ինչի որ մարդու ճակատին պետք է ասես, դու պիտի փորձում ես դու օգնես, թե քո ճիշտը տանես առաջ։ Եթե դու ասում ես դրանից կշահի ինքը, թե կտուժի, թե կչարանա քո նկատմամբ։ Այդ էմոցիաներս եմ ուզում ղեկավարել։ Այդ 15 րոպե լռությունը ուզում եմ, այդ պահին ուզում եմ աղոթեմ, հանգստանամ, ասեմ Տեր, ինձ թող մի քիչ հանգստանամ, հետո այդ հարցին կանդրադառնամ։ Կամ փորձում եմ արդեն հարաբերությունների մեջ ժամանակը գնահատել, որովհետեւ բաներ կա, որ ժամանակն է բուժում։ Դու չպիտի շատ արագ այդ նույն բանը ասես այդ մարդուն։ Փորձես ցույց տաս, թե այդ պահին ասելով դու ինչ ես անում, դու ցույց տաս, որ քո եսը բարձր է, դու ճիշտ է տանում ես, իրան իջացնում ես, այս սրա վրա եմ աշխատում։ Հավատքի ամենամեծ ուժը դա սերն է, ու հենց Աստված սեր է, հա, հիմքում դա է։ Քո սերը աշխարհի հանդեպ փոխվել է հիմա։ Ես տեսնում եմ փոփոխությունը, բայց անելիքները ահա որ շատ են, շատ։ Ահրելի, ու ես ուրախ եմ, որ շատ են, որովհետև ես անընդհատ բացահայտում եմ, ոնց որ ապրես անընդհատ ինչ-որ բան բացահայտելով, ու Աստված այնքան սեր է, որ ես չգիտեմ, մի 100 անգամ պիտի ապրես, որ կարողանաս հասկանաս ու այդ ամեն ինչը զգաս, բայց սանտիմետր առ սանտիմետր փորձում եմ։ Հիմա չգիտեմ, դու ինքդ կասես, մեր զրույցների մեջ էլ դու ինձ տեսել ես մինչև հիմա, հետո չեմ ուզում։ Ուղղակի Աստծուն էլի փառք, իմ շրջապատը, իմ գործընկերները ասում են Սարգիս ջան, քո մեջ փոփոխություն կա։ Ասում եմ, փառք Աստծուն։ Ամեն։ Ինչպես կարողացար Մանոյի վստահությունը նորից գրավել, որովհետև կանայք երբեմն մնում են ամուսնու կողքին, բայց շատ դժվարությամբ են նորից վստահում նրան։ Ես չկարողացա։ Եթե Աստված իմ կյանքում չհայտնվեր, Մանոն իշեր վստահել։ Կինը հիշում է, հիշողությունը միշտ է լինում։ Բայց ես կարծում եմ, երբ որ իմ կյանքում Աստված հայտնվեց, ինքը հասկացավ, որ ես Աստծուն եմ, Աստծու հետ եմ արդեն քայլում, ու Աստված չի թողի, որ ես ինձ հիմարի պես պայեմ։ Տես, մենք տասնյակ տարիներ, եթե չասեմ, ապա առնվազն 10 տարի տեսել ենք Երջանիկ Զույգ, Սարգիս Մանո Գրիգորյաններ, երևի թե նույնիսկ 15 տարի այդպիսի զույգի ենք տեսել, բայց մենք եկեղեցում երբ խոսում ենք, թե դու երբ վերագտար Աստծուն քո մեջ, խոսքը Միացյալ Նահանգների մասին էր։ Բայց մենք ավելի վաղուց ենք տեսել Երջանիկ ընտանիք Սարգիս Մանո Գրիգորյանների։ Ուզում եմ հասկանալ, որովհետև դու երկու տարբեր բաներ ես ինձ պատմել, որոնք ժամանակային առումով չեն համադրվում հիմա իրար հետ։ Ես քեզ չեմ կարող բացատրեմ, թե մենք ուրիշ ձև ենք իրար վերաբերվում, ես ու Մանոն։ Ես բաներ կա, որ սովորական մարդը չի կարա ների, մենք ներում ենք, ինքը ներում էր ինձ։ Այսինքն դա մենք որ նստում ենք, մեզ ասում են դուք այլ մոլորակային եք, մեր սերը մի քիչ ուրիշ ձև է։ Այդ երևի նրանից է, որ մենք ընկերական հողի վրա ենք ամուսնացել։ Մեր մոտ սկզբից Մանոյի մոտ սեր չի եղել, ընկերություն է եղել, մենք ընկերներ ենք եղել։ Ու մենք ցանկացած հարցի վերաբերում ենք ընկերաբար։ Ու այդպես դարձավ, երբ որ սերն էլ շաղաղվեց, դա դարձավ, բայց ընկերական հողի վրա։ Քո կարծիքով ես ինչի եմ Մանոյին այդքան գովում։ Այդ հարցը չի առաջացել։ Ինքը ուրիշ կին է։ Ինքը բոլորի նման չի։ Ինքը ուրիշ ձև է ընկալել այդ ամեն ինչ։ Ավելի պինդ է, ավելի է ինձ հավատացել, չեմ ասում դա լավ է թե վատ է, ես չեմ ուզում ոչ մեկին նայել, մեր հարաբերությունները մի քիչ ուրիշ է եղել, բայց որ ասեմ, որ ինքը դժբախտ է եղել, չէ, պրոստը ինքը, չգիտեմ, ես միշտ վստահ եմ եղել, որ ինքը ինձ կների ամեն հարցում։ Այն ժամանակ, ու ինքը իրոք երջանիկ է եղել, որ ասեմ դժբախտ է եղել, չէ։ Ես սիրուհի չեմ ունեցել իմ կյանքում։ Ոչ մի բան այդպես չի եղել, որ sense պատմում եմ, հիմա կարող է սաղի մոտ սարսափելի բան լինի։ Ես պրոստը ասում եմ, հա, որ այդ տարիների սկզբի ժամանակ ինչ ապուշություն ասես արել եմ, ոնց որ 90%-ը։ Ես ջահել եմ եղել։ Հասկանում ես։ Ընկերություն, շրջապատ, ցերեկ, գիշեր, հասկանում ես, ասենք, չգիտեմ, տարբեր կամպանիաներ, հասկանում ես, ապուշություններ եմ լիքը արել։ Բայց ես
ընդհանուր որ ասում եմ մինչև Աստծուն ճանաչելը ես չեմ ասում դրա վրայով։ Դա շուտվանից է իմ մոտ անցած, գնացած պատմություն է։ Ես նմանատիպ մեղքեր համարում եմ ջղայնանալը, հասկանում ես, վիրավորական խոսալը, մարդկանց հանդեպ բամբասելը, չներելը, դա իմ համար դրան հավասարազոր է։ Ես այդքան էլ չափը չեմ այդ, որ պատմում եմ, ոնց սարսափելի չի։ Այդ որ ես ասում եմ իմ մեղքերը 80% այն մեղքերն են, որոնք մենք նույնիսկ մեղք չենք համարում ցավոք սրտի։ Այդ որ ես քեզ ասում եմ դավաճանություն բան, այդ սկզբի ժամանակներն է։ Իմ համար ամեն ինչն էլ մեղք է։ Գոռալ, ջղայնանալ, չներել, բանը, դավաճանությունը, ամեն ինչը հավասարազոր մեղքեր են։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Ու հիմա ես Ամերիկայում եմ հետ դարել դրանից։ Փորձել եմ բոլոր մեղքերից մեծ ուշադրություն դարձնել։ Մարդկանց չնեղացնել, ներել, չվիրավորել, քիթս ցածրացնել, մեղքը շատ լայն հասկացություն է։ Եթե Աստվածաշունչը կարդան, իհարկե գիտենք բոլորս էլ, բոլորն էլ հավասարազոր են գրեթե այդ մեղքերը, բոլորի հետ պետք է աշխատես, որտեղ մեկը մեկի հետ շահկապված է։ Դրա համար ես կուզեմ որ հանդիսատեսին ճիշտ հասկանա, ես որ ասում եմ մինչև Ամերիկա գալ, ես նշանակում եմ մինչև Քրիստոս չեմ ճանաչել, ինստինկտիվան արդեն մեղքի մեջ եմ եղել։ Սրա մասին է խոսքը, փորձեմ մեզպես ձևակերպել։ Արի որպեսզի մենք ճիշտ ձևակերպումը տանք, մեղքերը փոխակերպվել են, բայց դու ըստ էության մինչև այդ շրջանը անկախ նրանից թե մեղքի որ տեսակն է եղել, համարում ես որ ավելի շատ է շաղախված եղել այդ ամեն ինչի մեջ։ Տես, շատ կարևոր բան կա, եթե դու Աստծո հետ ես, ուրեմն սատանայի հետ ես։ Էսա երկու տարբերական, միջին չկա, դու չես կարող մեջտեղ ունես։ Եթե դու Աստծուն չես ճանաչում, ուրեմն դու Աստծո հետ չես։ Արդեն դու մեղավոր ես։ Այդ մեղքերը բոլորի կյանքերում կան, բայց մարդիկ կան ամբողջ կյանք այդ մեղքերի մեջ ապրում են ու երջանիկ են, որտեղ դրա մեջ են, բայց ես քանի որ փոխվել եմ, դա արդեն իմ համար մեղք է։ Շատ խոսեցինք թեմաների մասին, որ Մանոն քեզ պիտի ներեր, Մանոյից ներողություն խնդրեցիր։ Իսկ երբևէ եղել է մի բան, որի համար դու պիտի Մանոյին ներեիր։ Չէ։ Չէ։ Լսի, ինքը երևույթ է։ Ես քեզ չեմ կարող ամայլա բաց։ Հիմա տես ես որ բաներ եմ ասում, ուրիշ աղջիկ ասեն սրանք խփնված ընտանիք են, ինչա սուտ են ասում, ինչ են ասում։ Չէ, այդպես չի։ Մանոն իրոք երևույթ է։ Ու երևույթը ոչ միայն իմ կյանքում, իր ընկերուհիների մոտ էլ է ինքը երևույթ։ Ինքը ում հետ որ ընկերությունը իրան սիրում է։ Իրան չճանաչելով չեն սիրում։ Ինքը այդ բանը բան, բայց ով որ իրան ճանաչում է, ինքը այդ շրջապատում իրոք երևույթ է։ Իր մարդկային տեսակից դու լավ գիտես, դուք ընկերուհիներ եք։ Իմ կյանքում էլ է ինքը երևույթ եղել։ Ինքը այն չափերի մեջ ու քառակուսիների մեջ ու գրված ու չգրված օրենքների մեջ համապատասխանող կին չի։ Ինքը ավելի մեծ է մտածում, ավելի հոգևոր է մտածում։ Սենց ասեմ, Արա Գեղեցիկի ու Նվարդի մեջ Նվարդի նման է մտածում։ Ներող է ինքը։ Ինքը հասկացող է, ինքը ըմբռնող է։ Ինքը Շամիրամի նման չի մտածում։ Դու կուզեիր, որպեսզի քո աղջիկների ամուսինները իմանային, որ ինչ էլ անեն իրենց կներեն։ Իհարկե չէի ուզում։ Չգիտեմ։ Չեմ անում, ես սովորական մարդ եմ եղել ու իմ մեծ մեղքերով, իմ սխալներով։ Ու հիմա ես ինչ ասեմ, չգիտեմ։ Ուղղակի այդ ամեն ինչ ես գիտակցել եմ, ուզում եմ փոխվեմ, որովհետև զգում եմ, որ անտանելի է դրա մեջ ապրել ընդհանրապես։ Հիմա դու քո աղջիկներին ինչ խորհուրդներ ես տալիս։ Իրենք այն տարիքում են, երբ արդեն սիրահարվում են, կարող են ընկեր ունենալ, հակառակ սեռի հետ հարաբերությունների մեջ ինչ խորհուրդներ ես տալիս, հաշվի առնելով նաև թե դու ինչպիսին ես եղել որպես տղա։ Ես շատ եմ ուզում, որ իրենք իրենց ամուսիններին ապագա իրենց գնահատեն։ Մեր կանանց ամենամեծ թերություններից մեկը, որ իրենք չեն մեծարում, չեն շռայլում լավ բառեր իրենց ամուսիններին, իրենց կեսերին, չեն փորձում իրենց առաջ մղեն, իրենց խոսքով։ Տղամարդիկ երեխա են, տղամարդիկ շատ քիչ բանի են սպասում կանանցից։ Ուզում են, որ իրենց գնահատեն։ Եկավ, հա, լավ էր, բերել եմ, էսել եմ դրել, էսել եմ բերել, էսել եմ, մի հատ պետք է ասել ապրես, դու ավելին կարաս։ Այդ մի բառը չեն ասում։
Ես ուզում եմ, որ իմ աղջիկները անպայման իրենց կեսերին գնահատեն։ Փորձեն տեսնել իրենց կողքը առյուծ, ուժ տեսնեն։ Իսկ ինչից ես պաշտպանում քո աղջիկներին հակառակ սեռի հետ հարաբերություններում։ Ավելի շատ իրենց ասում եմ, որ դուք ամբողջությամբ չբացվեք։ Ձեր գաղտնիքը պահեք ձեր մեջ ու կամաց տող իրենց տվեք։ Թող ձեր մեջ լինի առեղծված, այդ առեղծվածը թող այդ տղեն չկարողանա բացահայտել մինչև վերջ։ Այսինքն մի ամբողջությամբ ինչ գիտեք, որ ասում եմ ես քեզ սիրում եմ ու sense գրկեք ասեք ես քոնն եմ եւ վերջ, չէ։ Եղեք անհասանելի, ցանկացած պարագայում։ Պրովոկացիոն հարց պիտի տամ, ուզես չուզես պիտի պատասխանես։ Եթե աղջիկներիցդ մեկի կողքին քեզ պես տղամարդ տեսնես, ինչ կանես։ Լսի, Քո երիտասարդ տարիքի մասնախոսքը։ Մարդուն չպիտի նայել իր գործողություններով, իր կա ավելի ուժեղ ներս կա, որի հետ պիտի աշխատել։ Մենք բոլորս էլ սխալական ենք, բայց կա մարդ, որ տեսնում ես, որ ինքը իրան կորցրել է, բայց իր ներսը պիտի առողջ լինի։ Այ ինչ եմ ասում, անոն տեսա, որ իմ հոգին մաքուր է այդ հարցում։ Ու իրոք ես իմ ներսից չկա մի մարդ, որին ասեմ ես քեն եմ պահում, չեմ ներում, ատում եմ, տես բան չկա, հենց այդ մաքրության մասին է, սերմդ ներսը պիտի փտած չլինի։ Այ ես այդ տղուն որ տեսնեմ ու ես որ կզգամ, որ այդ տղեն, ասենք, իրոք կարա հարց լուծի, կարա սարեշուր տա, իսկ մնացածը ուղղվող է, դա խնդիր է, որը պիտի լուծել։ Այն տարիքում, երբ ամուսնանում էիր Մանոյի հետ, հավատում էր, որ դու սարեշուր կտաս, որովհետև ի վերջո մենք այսօր ինչքան էլ խոսեցինք խնդիրների, թերությունների մասին, դու նաև դարձար մարդ, որ այդ սարերը իսկապես շուռ տվեց, որովհետև դու իսկապես արեցիր անհնարինը քո ընտանիքի համար, ու եթե անգամ սկզբնական փուլում այդ հաջողությունը ճիշտ չընդունեցիր, ամեն դեպքում դա էլ ճանապարհ էր, որ ժամանակի հետ դու կարողացար ճիշտ գնահատել եւ ընդունել այն հաջողությունը, որը ժպտացել էր ձեզ։ Բայց դու 28-ում, 27-ում, 25-ում հավատում ես, որ դու կդառնաս այդ սարեշուռ տվող տղամարդը։ Միգուցե ես այդ ժամանակ չէի հավատում, բայց այդ քիմիան, որը անտեսանելի էր, աշխատեց, որ ամուսնանումը սկզբից չի էլ հավատում, ինքը ուղղակի ապրում է, այնքան մաքուր էր մեր զգացմունքները, որ այդ ճանապարհին տարավ, հետո այդ խնդիրներն էլ սերը այնքան շատ էր տրված, եւ ասում եմ, երևի մեր բախտը բերանալու, որ մեր մոտ սերերի տարբեր դրսևորումներ եղավ միաժամանակ, այսինքն մենք տարբեր կողմերից կարողացանք այդ սերը կար մեր մեջ, ընկերական սերը կար, հետո որպես ամուսիններ սերը կար, այսինքն մի քանի տարբեր, հետո մենք իրար երկար էինք ճանաչում, իրար թերություններ շատ լավ գիտեինք, դրանք սաղ օգնեց, ու դա իր գործը արեց, ու մենք ցանկացած դժվարությունից շատ այսպես ընկալելով համբերատար փորձեցինք, այլ ես չեմ անում, ես համբերություն չունեմ։ Հիմա ունեմ, ավելի ճիշտ ամեն ինչ անում եմ, որ ունենա։ Ես ու պապան շատ տարբեր ենք, շատ։ Որ պապան շատ պատասխանատու է, շատ ռեալիստ է վասնավնում, իսկ ես ընդհանրապես տես չեմ, ոնց որ ես նույնիսկ ոնց եմ ասում, որտեղ եմ օթերում, ոնց որ ես շատ անջատված մարդ եմ իմ տեսակը, բանակ եթե ես պապայի կամ Յանայի, եթե ինչ-որ մեկի հետ ես դուրս եմ գալիս դուրս, ես անջատվում եմ։ Ես չեմ հասկանում ինչ եմ կողքը կատարվում, բայց Երեք ասեցի ես քեզ չեմ ամուսնացնելու։ Չեմ ամուսնելու դու պատրաստ չես։ 10 տարեկանի խելք ունես, ասեցի ես այս վիճակը։ Վայ, չէ, 10 տարեկանի խելք չունեմ, ուղղակի տենց ես շատ հանգիստ եմ։ Բայց պատրաստ ես ամուսնանալու։ Չէ, որ արդեն 16-17 տարեկան է, դե հասկանում եմ, որ բանա, բայց Եվ երբ մեծացած։ Լսի, ես վախում եմ, որ մի տարի հետո ինքը կարա քննություն հանձնի, մեքենա քշի, ես կսարսափեմ, որ Եվան տնից դուրս գա, պրոֆեսոր, նոր չեմ ասում, այդ օրը իմ համար կլինի պանիկատականների օր հայտարարված։ Դու գիտակցում ես, որ իրենք արդեն մեծանում են ու Քիչ դու պիտի թողնես իրենք ինքնուրույն լինեն։ Լսի, այնպես չի, որ ես Յանայի հանդեպ այդ զգացողությունը չունեմ, եթե դա լիներ հիվանդագին, ուրեմն ես բոլոր երեխեքի հանդեպ կլինեի հիվանդագին։ Այսինքն ես որպես ծնող
Չեմ կարծում, որ ես սխալ եմ կամ ճիշտ եմ, այդպես եմ զգում, այդպես է գալիս, որ ինքը դեռ պատրաստ չի։ Եթե ես երեքի հանդեպ էլ ցավոտ վերաբերվեք, քո հետ համաձայն կլիներ, բայց զգում եմ, որ Յանան Էվան չի մեծացել ու երեք մի հատ ռիլ էր գցել իր մոտ ու հասկացա, որ չեմ էլ ուզում, որ իրան տենց զորով ստիպեմ, որ ինքը մեծանա, որովհետև ինքը այնքան ներդաշնակ է իր մանկության հետ, որ մարդիկ ուղղակի կերազեն այդպես ներդաշնակ լինեն այս տարիքում իրենց մանկության հետ։ Ու դրա համար էլ թող լինի այնպես ինչպես պիտի լինի, կամաց ու թող ինքը երկար վայելի այդ իր մանկականից անցումը, որովհետև հետո դա շատ է կարող։ Ինձ ես խոսում, ոնց որ ես փոքր երեխու ուղիղ ինչ որ ունենամ բանամ, ես իրականում լիքը բան գիտակցում եմ, լիքը բան հասկանում եմ։ Ուղղակի ես իմ մեջ չեմ ուզում կորցնեմ այդ փոքր երեխու տենց մաքրությունը, բարիությունը, ամեն ինչը։ Չեմ ուզում ինչ որ շատ մեծ ինձ պահեմ, ինչ որ չգիտեմ, հասկանում ես, ասած ես ինչ եմ ուզում ասեմ։ Ես լիքը բաներ գիտակցում եմ, հասկանում եմ, որ այս աշխարհը ոչ միշտ է բարի, բայց չեմ ուզում իմ մեջ այդ բարությունը կորցնեմ։ Հասկացար, բավ։ Բավան ինձ դեբիլի, ինձ ախոսում որ դեբիլի։ Եվ դու նեղվում ես, երբ պապան ասում է, որ դու պատրաստ ես, դեռ շատ մանկական ես մտածում։ Համ չէ, որովհետև ինքս ինձ թվում է լավ չեմ ասի, որ 100% պատրաստ եմ այդ ամեն ինչին, բայց ես գիտեմ, որ իմ այդ վատ բան չի լինի։ Ես իմ մեջ ասած վստահ եմ, բայց հասկանում եմ խիա ինքը ունենում տենց կասկածներ, խիա մտահոգվում, որովհետև ի վերջո պապա է, բայց պապի ես քեզ մի հատ հարց ունեմ։ Օրինակ, բայց խի հենց իմ հետ, քո կարծիքով ինչ պիտի իմ հետ լինի։ Լսի, դու յուրահատուկ ես, դու տարբերվող ես։ Դու ես այդ յուրահատկությունը չեմ ուզում պրոբլեմ ունենա այս աշխարհում։ Բայց քո կարծիքով եթե ես դուրս գամ, ինչ պիտի լինի։ Չգիտեմ, մարդիկ չար են, քան ավելի բարի ցավոք սրտի։ Ու քո այդ մաքրությունը ես որպես քո պապա ուզում եմ պաշտպանած լինեմ ու դրա համար անընդհատ ես դրա մեջ խառնվում եմ։ Իմ համար էլ է դժվար, ես քեզ խորհուրդ եմ տալիս, բայց միևնույն ժամանակվանից չեմ ուզում, որ դու դրանից զրկվես։ Բայց ես զգում եմ, որ դա կանան մարդիկ քեզ վնասեն ու դրանից դու կարաս տրավմաներ ունենաս, որը քեզ կյանքում կխանգարի։ Կամ եմ մոտապես բացատրեմ ինչ եմ ուզում անեմ, բայց ինձ դուր է գալի այն ինչպիսին ինքն է։ Հա, հասարակությունը շատ մեծ մասը շատ չար է։ Բայց երբ օրինակ տունն եք հիմա, օրինակ առանց տեսախցիկների վեճեր, թեժ վեճեր հաճախ եք ունենում։ Հա, ես ու պապան հա։ Ինչի շուտ։ Օրինակ ես վերջերս ես ու պապան համ շատ ենք իրար սկսել ավոր սիրել, համ էլ մեկ-մեկ շատ էլ կռվում ենք։ Ես ասեմ, այս երեխեն ու դա նորմալ է, դա աննորմալ չի, բայց պիտի ժամանակին տեղը դնես։ Ինքը հիմա բավականին ճանաչված է, մի գեղեցիկ օրում է նկարվում, թինեյջերական շատ լավ նախագիծ է։ Բայց ինչ որ ուզում ես ասես, խնդրում եմ այդ չասես։ Ես ասում եմ, ինչը կա։ Ես հիմա Ամալիայի մոտ չեմ եկել թաքցնեմ այն ինչը որ բան, ու սիրուն ու տարբերվող Երևան, չէ։ Ինքը մտել է այդ դաշտ, իրան հետ սկսել են նկարվել, իրան գրել, մի քիչ աստղային է ոնց որ բզբզում է։ Չէ, ես համաձայն չեմ։ Բզբզում է։ Ես համաձայն չեմ։ Ու քանի որ ես այդ ճանապարհը անցել եմ, դու կարաս համաձայն չլինես։ Չէ, քեզ թվում է, որովհետև պապային տենց է թվում, որովհետև կռիվների ժամանակ ես ուղղակի սկսել եմ մենակ ոչ թե անեք եթե ինչ որ ինքը ուրիշ ձև է մտածում, ես ուրիշ ձև եմ մտածում, ես չեմ լռում, որովհետև զուտ այդ կռիվը բրզնի, ես էլ եմ ասում իմ կարծիքը պապային։ Ու իրան թվում է, որ այդ եղել է, որովհետև ես հիմա չնեմ, ինչ որ հայտնի եմ, այդ դրա պատճառով իրան պատասխանում, բայց ես միշտ էլ պրինցիպի, եթե ուրիշ կարծիք խոսալու մեջ չի։ Պապա, արագ խոսալու մեջ չի, պրոստը եթե իմ կարծիքը ուրիշ է, ես չեմ պատրաստվում ուղղակի լռել, որ ուղղակի կռիվը բրզնի։ Երբևիցե եղել է, որ ստոպ եմ արել։ Ես լսել եմ, չէ՞ քեզ միշտ։ Արի ճիշտը խոսանք։ Բայց ես որ դու քայլեր ես անում, իսկ ես բացատրում եմ, որ այդ քայլերը ուր է տանում։ Խնդիրը դրա մեջ է, այդ քայլերը լավ տեղ չի տանում։ Չեմ համարում, որ իմ աստղայինը տարածը։ Չեմ ասում աստղային, դու կարաս այդ որ քեզ ճանաչում են, քեզ դրանից կարաս դու ինչ-որ բաներ ոչ թե սխալ անես, այլ չնկատես շատ բաներ, ճիշտ եմ ասում Ամալիա։ Չէ, համաձայն չեմ։ Միշտ չի որ մարդը կարողանում է իրեն կողքից նայել, բայց դու երբեմն այնքան կտրուկ գնահատականներ ես ունենում, որ ես վստահ չեմ, որ կարելի է քո գնահատականներին հավատալ։ Կներես։ Չէ, Էվա։ Ճիշտ ես ասում, պապ, չէ։ Աստեղ երկու իքակասյալներ ներկայացուցիչներ են, ամեն այդ դեպս թողեք տղամարդը իր ֆունկցիան կատարի։ Բայց հետաքրքիր է, օրինակ դու ինչ կետերից ելնելով ես այդպես մտածում։ Լսի, իր արտահայտություններից
Օրինակ, Պապա, հենց ես վերլուծենք։ Պապա, հենց ես ինչ-որ սխալ բան եմ ասել, միանգամից ներողույթ, որ միանգամից մոմենտալն է։ Ես գիտեմ ինքը հիմա ինչի մասին եմ մտածում կռիվների ժամանակ, եղել է որ սխալ բան եմ ասել ու միանգամից բան ներողություն եմ ասել, որ մոմենտալն է, հասկացել եմ որ շատ սխալ եմ արել։ Դրա համար ինձ զզվում եմ որ ինձ ասում են որ իմ աստղայինը տարածա որտեվ ես չեմ ուզում այտենց լինեմ ու գիտեմ որ ես տենց չեմ, ես ինքս գիտեմ։ Ես գիտեմ որ դու չես ուզում տենց լինես, բայց մի հատ մայակ է պետք, մի հատ կողքից աչք է պետք, որը քեզ շատ արագ կդնի տեղը, որ դու ինձ տենց ես համարում լուրջ։ Ես քեզ չեմ ու այդպես է, ես էլ եմ այդպեսին եղել։ Էվա, դու միակը չես, ես էլ եմ այդպեսին եղել։ Ու շատ-շատերն են այդպեսին եղել, որովհետև դա հեշտ չի, դա գայթակղություն է։ Ու շատ մեծ դաշտ է միանգամից քո առաջ բացվում ու դու կարաս դրանից շփոթվես։ Ու Աստուն փառք քո կողքը կա մարդ, որը շատ արագ քեզ ուզում է ասի, որ սա ճիշտ ճանապարհը չի։ Չէ, չգիտեմ, ես քո հետ համաձայն չեմ։ Շատ լավ։ Ես ոնց մնացել եմ, ոնց եղել եմ, տենց եմ մնացել եմ։ Դա ուրեմն ես եմ սխալ տեղը գորգորում։ Թողտես։ Էվիս քեզ ինչ տվեց պրոյեկտում նկարվելը, հայտնիությունը։ Լիքը բան, դե ուշադրություն, նախ առաջինը շատ ուշադրություն, ու երկրորդից ամենակարևորը, որ ես հիմա սկսում եմ ծանոթանալ այդ աշխարհի հետ, կինոաշխարհի հետ, աշխատել ռեժիսորների հետ, տարբեր դերասանների, լիքը նոր ընկերներ եմ ձեռք բերել այս պրոյեկտի շնորհիվ։ Շատ ուրախ եմ, որ ընտրվել եմ ու հիմա խաղում եմ, որովհետև օրերս sense լրիվ full sense հավես շատ լավ անցնում են կյանքս, շատ լիքն է կյանքս sense։ Որոշել ես ուր ես Շատ խնդալու է, որ ինքը չէր ուզում Ամերիկայից գալ։ Սարսափում էր, ես ինչ եմ անելու տեղ, ես մենակ եմ, ես ոչ պեկի կերի, մի հատ ընկերուհի ուներ, որին իդեպ մինչև հիմա խոսում, ասում եմ, լսի, դու շատ ընկերուհիներ ես ունենալու, բոլորը գանձ են։ Տես մի հատ Ամերիկա ունես, մի հատ տասնած Ֆրանսիա ունենաս, Անգլիա, ամբողջ աշխարհում լիք ընկերուհիներ ունենաս, այդ իր բնավորությունը շատ բան է, էլի։ Չէ, պետք է սխալ ասում։ Դու միտեղ ֆիքսվում ես ու քո բանից չես ուզում։ Չէ, մի հատ բացատրեմ, ես նենց մարդ կարող եմ այսօր ընտանեկան պատմություններ նկարենք։ Սարգիս, քո կյանքում ո՞րն էր այն ամենամեծ դրվագը, որտեղ դու պիտի ներեիր, ոչ թե քեզ պիտի ներեին։ Չի եղել այդպեսի բան։ Չեմ հիշում այդպեսի բան։ Միգուցե շատ է եղել, հատուկ տենց ուշադրություն չեմ դարձրել։ Այսինքն դու մարդ ես, որը ավելի շատ ոչ թե կենտրոնանում է այն հանգամանքների վրա, որտեղ ինքը պիտի ների, այլ որտեղ ինքը պիտի ներողություն խնդրի։ Հիմա այդպեսին եմ։ Եվ պիտի ներեմ, եւ պիտի ներողություն խնդրեմ։ Ով է այն մարդը, ումից ամենախորը ներողությունն ես խնդրել։ Մանոյից շատ եմ խնդրել ներողություններ։ Ընկեր ունե իրանից եմ ներողություն խնդրել։ Գիտես, խորը այդպես չկա։ Ես գիտակցում եմ, որ ես սխալ եմ ու ներողություն եմ խնդրում։ Ու փորձում եմ շտկել այդ վիճակը։ Ես որ ասես խորը երևի Մանոյից։ Նույնիսկ առաջինը Մանոյից, հետո Նարեից։ Նարեից էլ եմ ներողություն խնդրել։ Հա, ես սովորական մարդ եմ եղել իմ սխալներով։ Մարդիկ կան թաքցնում են, ես չեմ թաքցնում երբեք իմ սխալները։ Երևի դրա համար է հիմա ասես մարդիկ մտածեն ես ինչ ասում, բայց ես ինքս գիտակցաբար գիտակցում եմ իմ սխալները։ Ոչ թե ես կռվում եմ ու չեմ ուզում ցույց տամ, վախենում եմ, որ դա ինձ կչոքացնի կամ ինձ, ասենք, չգիտեմ, պատիվ չի բերի։ Նարեն այսօր մեզ հետ եկել է, իհարկե չցանկացավ նկարահանվել, ինչը իր ընտրությունն է եւ բնականաբար հարգում ենք այդ ընտրությունը, բայց այսօր իր ներկայությունը է այստեղ, ուղղակի որ պապայի հետ եկել է, քեզ ինչ որ հավելյալ ուժ տալիս է։ Իհարկե, ոչ չի տալիս։ Ուրախ եմ, որ եկել է։ Այդ ցանկությունը հայտնելա գա։ Իմ երեխեքը յուրաքանչյուրն էլ ինձ ուժ են տալիս։ Տեսնում եմ, որ եւ Նարեն, եւ Էվան, եւ Յանան, իրանք բոլորն էլ արժանի երեխեք են, լավն են, ներսից փտած չեն, առողջ է հոգին։ Բայց բնականաբար իրենց բզիկներն ունեն, իրենց տրավմաներն ունեն, ինչպես եւ ես ու դու բոլորս։ Ու իրանք էլ պիտի անցնեն այն ճանապարհը, ինչ որ իրենց պապան է անցել։ Այսօր հումորով հիշեցնում էի ձեզ եւ
չգիտեմ կգտնեմ այդ հարցազրույցները թե չէ, բայց վստահաբար այդ հարցազրույցները եղել են տարիներ առաջ Յանային ներկայացնում էիք որպես դերասանուհի եւ Յանան քաստինգ էր, անցել եւ ընտրվել էր որպես դերասանուհի պրոյեկտներից մեկում, չեմ հիշում որ պրոյեկտում, հիշում եմ որ դա Ելենա Արշակյանի պրոյեկտն էր։ Այդ փուլում երբ ձեզ հարցնում էինք իսկ Էվան, ասում եք Էվան չի սիրում դա, Էվան չի ուզում նկարահանվել։ Դու նաեւ ասում էիր որ Յանայի մեջ դու տեսնում ես այդ դերասանական տաղանդը ու այդ փուլում կարծես աշխատանքային առումով կենտրոնացումը Յանայի վրա էր։ Տարիներ անցան եւ դուք որ վստահ եք որ Յանան այս ոլորտի շարունակողն է լինելու, այդքան էլ այդպես չեղավ համենայն դեպս այս շրջանում եւ Էվան հակառակը, սկսեց նկարահանվել սերիալում, ավելի հասուն տարիքում ընտրել այդ ոլորտը ու պարզվեց, որ Էվան եւս ունի դերասանական տաղանդ։ Դու ինչ որ առումով նկատում ես, որ ժամանակին գուցե չեք նկատել Էվային եւս հնարավորություն տալու պահը։ Չի ասի, իրանք Յանան փոքր ժամանակ շատ ակտիվ էր, շատ ուրիշ էր։ Չգիտեմ, մի շրջան եղավ, որ ինքը կտրականապես փոխվեց, փակվեց իր մեջ։ Յանան արտիստիկ էր ահավոր, կոմպլեքսներ գրեթե չուներ։ Ոնց որ պլաստիլինից լիներ, ժելեից լիներ, ինչ ասում էր, անում էր։ Ես չգիտեմ, այդ որտեղ այդպես ստացվեց, որ ինքը փոխվեց, փակվեց։ Ինքը հիմա լիքը կոմպլեքսներ ունի, որոնց դեմ ես ու Մանո ոչ թե ասում ենք պայքարում ենք, այլ փորձում ենք իրան հասկացնել, որ տենց չի։ Ինքը նույնիսկ հիմա իր փոքր ժամանակվա բաները նայում ամաչում է։ Էվան հակառակն էր։ Անկեղծ, Էվան չէր ուզում, փակվում էր, պապա ես չեմ ուզում, ես կողմ ենք ում։ Այսինքն իրանցից դրթվելով է ես դա անում, այսինքն ես որպես դերասան տեսնում եի իր կոմպլեքսներ որ չուներ, իսկ տեսնում եի որ Էվան տես չէր էլ հետաքրքրում, կարող է իր մեջ թաքցնում էր։ Բայց ես անում էի ինչ իրանք հուշում էին ինձ։ Ես հատուկ չէի ընտրել Յանային կամ Էվային։ Նույնիսկ ես քեզ ասեմ, մի գեղեցիկ օր որ հիմա Յանան Էվան նկարվում էին, ինքը չէր էլ ուզում նկարվել։ Յանան էր ուզում նկարվել, բայց ընտրեցին Էվային։ Ոյ, իսկ այդ պարագայում ծնողը ինչպես պիտի կարողանա ճիշտ ուղղորդել, որովհետև ես իմ օրինակը բերեցի, ասացի դու գիտես ինձ քանի դերից են մերժել։ Նորմալ է։ Հաջողության հասնելու գրավականներից մեկն էլ մերժումներ ստանալն է ու չեն կճվել, որովհետև չես կարող դու ամենտեղ հաջողակ լինես ու բոլորը տեղերում։ Ես այնպիսի դերեր եմ բաց թողել, այնպիսի դերեր են, ինչ չեն, որ ես ասում եմ Յանա, խնդրում եմ էլի։ Բայց Յանան հիմա սրտնեղած է։ Ունի այդպիսի բան իր մեջ, բայց քանի որ մենք փորձում ենք իր կողքը լինել ու Մանոն ու ես աշխատում ենք այդ ուղղությամբ, ինքը հասկանում է դա։ Ինքը շատ լավ պարում է հիմա բարեկամության ստուդիայում, պարում Լատինամերիկան ուզում գնա։ Ու ես իրան ասել եմ, եթե դու ուզում ես լինես դերասանուհի, ուրեմն դու պիտի ոչ թե նեղվես դες բաներից, այլ դրանք քեզ պիտի ուշ տան։ Որ դու հասկանաս, ինչի քեզ չընտրեցին։ Ու վերջի վերջո կան դերեր, որոնք պիտի համապատասխանեն արտաքին տեսքին, խոսքին, ձևին, տիպաժին։ Միգուցե քո տիպաժը պետք չի եղել այդտեղ։ Նորմալ է դա։ Նորմալ վերաբերվես մերժումներին։ Որտեղ կա հան, այնտեղ էլ կա չեն։ Իսկ աղջիկների միջև մրցակցություն չի ձևավորվում։ Ոնց չի ձևավորվում, իհարկե ձևավորվում է։ Էլի ծնողի դերը շատ մեծ պիտի լինի։ Ինչ պիտի անի ծնողը այդ պարագայում, երբ դեռահասության շրջանում երկու քրոջ միջև որոշակի մրցակցություն է ձևավորվում։ Ոչ մեկի դերը չպիտի չասես, մեկինը բարձրացնես, այլ բոլորին իրանց հետաքրքրությունների մեջ փորձես գովալ ու փորձես քաջալերել, իրան թևեր տաս։ Այսինքն որ ինքը հասկանա, որ ինքը չի ընկել, այլ ինքը այս ոլորտում հաջողություն է գրանցում։ Այսինքն փոքրիկ նյուանսներից վերցնես ու դա սկսես աշխատացնել իօքուտ, որպեսզի կարողանա իր մեխանիզմը մեջի աշխատի։ Կոմպլեքսների ձևավորման ընթացքը դուք ինչ որ մի բան ուղղակի բաց թողեցիք, որ չհասկացաք, թե երբ ու ինչպես եղավ։ Դե հա երևի միգուցե։ Հետո գիտես ոնց մենք մեր կյանքը շատ բուրն է եղել, իրանք 7-8 դպրոց են փոխել 7 տարվա մեջ, 8 տարվա մեջ։ Կարար այդպիսի բան լիներ, ստրեսերը, տեղափոխություն Միացյալ Նահանգներ, այդ տեղափոխությունը շատ արեց, պատերազմը շատ արեց, այսինքն մենք շատ դեպքերում չհասկացանք էլ, որ ոնց դա եղավ, ոնց որ ժամանակ էլ չունեինք շատ հարցերում դրան բանի տեղ դնել։ Սարգիս, դուք այն ժամանակ 06 ունեիք,
Չէ, մենք ունենք կարմիր զապարոժեց։ Իսկ Եվան չէր կարողանում նույնիսկ դուրը բացելու ձևը գտնել։ Էվա, բայց եթե գանք արդեն քո մանկությանը, ես պապայի հետ զրույցի ընթացքում քո շահերը պաշտպանել եմ, բայց ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը, որովհետև չգիտեմ դու թեմայի հետ կապված ինչ կարծիք ունես։ Երբ փոքր տարիքում Յանան նկարահանվում էր, իսկ մաման ու պապան միանգամից ասում էին, որ Էվայի հետ կապված դե Էվան չի սիրում, դե Էվան չի ուզում, դե Էվայի հետաքրքրության մեջ չի նկարահանվելը, դա մաման ու պապան քո փոխարեն արդեն որոշել էին, թե դու իսկապես չէիր սիրում։ Ինձ թվում է, այս փոքր ժամանակ իսկապես չի սիրում այդ ամեն ինչը, որովհետև ես հիշում եմ, որ մենք Յանայի կլիպները նկարում էինք, ինձ ստիպելով էր մաման տանում, ասում էր գնա մի քիչ բարի, քուրիկի տոկնա, ես կամերա չէի սիրում փոքր ժամանակ, հա բայց ինքս, որ ես ինքս վերցնում էի հեռախոսը, այ երբ ես մենակ էի սենյակում, ինքս դուրս գալիս էր այդ ամեն ինչ անելը, բայց որ այդպես կոմանդայով բանով իմ դուրը չէր գալիս ընդհանրապես։ Իսկ ինչպես ստացվեց, որ մեծ տարիքում դու սկսեցիր նկարահանվել ու հիմա ինչքան գիտեմ շատ ես սիրում այդ ամեն ինչը։ Հա, շատ դե ամեն ինչ սկսվեց պապայից, որ պապան միտքը տվեց Digitfix-ը սկսելու, եւ այդտեղից գնաց ու տեղից ինձ թվում է մենք բոլորս էլ բացահայտեցինք, որ ես շատ բաց եմ կամերայի առաջ, դու տեղից չէ հայտնաբերեցիր այդ ամեն ինչը, որ հասկանանք, որ Digitfix-ը ավելի շատ կարողանում եմ ես տանել, ես եմ կարողանում ինչ-որ զրույցներ բացել, որ կարողանում եմ կամերայից հենց ազատ շփվել, այդ հասկացանք ու հետո հասկացա, որ ես լուրջ այդ ամեն ինչը շատ եմ սիրում։ Ես ուզում եմ կամերան պրոստը դնել ու սկսել ժամերով խոսալ, ես ուզում եմ մարդկանց հետ կիսվել իմ զգացմունքներով։ Հիմա ես չեմ կարող մի օր ինչ-որ բան չնկարեմ, որտեվ այդ ինձ հանգստություն է տալիս նկարելը, շատ եմ սիրում։ Իսկ ինչու չէիր ուզում գնալ մի գեղեցիկ օրի քաստինգին ու ինչպես ստացվեց, որ հենց դու ընտրվեցիր։ Որովհետև նախ առաջինը դերասանուհի չեմ ուզում լինել, ու երկրորդն էլ չդեսխեմ միշտ ինչ-որ Համալային տես բաներ մի ասա, հետո դեմդ կդնի մյուս արտազրույցները։ Դե հիմա այդ կարծիքին եմ։ Պապային ասես, դու հիշում ես, որ սենց է։ Դե հիմա այդ կարծիքին եմ, 16 տարեկան եմ ընդհանրապես, չգիտեմ ինչ եմ ուզում կյանքիս հետ անեմ, բայց հիմա գիտեմ, որ չեմ ուզում դերասանուհի դառնամ։ Ու չդեսխեմ միշտ ինչ-որ չեմ ուզեցել սերիալներում նկարվել, հիմա չի եղել այդ ցանկությունը։ Ու որ պապային զանգ եկավ, ու պապան հարցրեց, կա երեխաների կաստինգ, պապան ասեց, Էվա, արի գնա։ Ես սկզբում ասեցի, չէ, ես չեմ ուզում գնամ։ Ինձ դա չի հետաքրքրում, ասեց խես, տենց վստահ որ անցնելու ես, գնա, տես, բա որ չանցար էլի, ասի հալա, ու տենց ինձ տարան, ու երբ անցա, սկզբում մի փոքր տխրեցի, հիշում ես, որ ինձ ասիր խես, տխրում, նոր աշխարհ պետքա բացահայտես, բան, ասի հա, դու ճիշտ է, ամառը, նոր երեխաների հետ կծանոթանամ, այդ աշխարհի հետ կծանոթանամ, ու շատ ուրախ եմ, որ ինձ ստիպեց, որ ես գնամ, որտեվ հիմա շատ կտխրեի, եթե այդ հնարավորությունը մոտ լիներ ու ես չօգտագործեի այն։ Յանան մեծ երազանքով էր գնում քաստինգին։ Իսկ դու չուզելով էիր գնում քաստինգին։ Արդյունքում ստացվեց այնպես, որ Յանան այս պահին դեր չունի։ Ես վստահ եմ, որ Յանային միևնույն է նկատելու են, ինքը միևնույն է խաղալու է եւ իր տեղը գտնելու է այս ոլորտում, բայց այս պահի դրությամբ այդ հնարավորությունը քեզ տրվեց եւ ոչ իրեն ու երազանքների առումով իր դեպքում կոտրվել ստացվեց, քո դեպքում նոր ճանապարհ։ Ինչպես այդ ընթացքում դա ազդեց հարաբերությունների վրա։ Դե սկզբում հա շատ էր ազդել, որովհետև Յանան մեղադրում էր, որ խի ինքը տենց ուզում էր այդտեղ ընդունել էր, ես գնացի առանց չուզելու ընդունվեցի ու ինքը իմ հետ չի խոսացել, տենց մի երկու օր հետս չխոսած ա, որովհետև նեղացած էր շատ, որ բոլոր պապան էլ էր իր հետ խոսում, մաման էլ էր խոսում, տատիկ բոլորը գալիս են, Յանային բացատրում էին, որ դա նորմալ է, պետք չի դրանից չարանալ, ինչ որ չնայած պետք չի դրանից նեղվել, ու դա ժամանակի ընթացքում ճիշտ է, միջև մի փոքր նեղվում է, ուզում է ինքնեգան նկարվի, բայց հիմա հարաբերությունները շատ լավ են, հիմա ինքը ինձ միշտ բաժաշկա է անում, եթե ինչ-որ տեսնում է, որտեղ որ խաղում եմ, ասում է, «Ստեղ լավ ես խաղացել» կամ «Վատ ես խաղացել», ինքը լուրջ ինձ միշտ ճիշտ խորհուրդ է տալիս։ Իսկ ձեր միջև երբեմն մրցակցություն լինում է ամեն դեպքում։ Տենց թեթևակին թվում է, հա, բայց անառողջ չէ, էլի նորմայի մեջ մրցակցություն, որտեղ քուրիկներ ենք, չգիտեմ, լինում է, բայց շատ չէ։ Վսնավնոմ մեր մեջ լավն է, քան վատը։ Կխափեմ, եթե ասեմ, որ չի լինում, չէ, լինում է։ Նման փուլերում ով է ավելի շատ խաղաղության աղավնի դառնում ձեր տանը։ Մաման։ Մաման, պապան ու մաման, երկուսը։ Որ մեկ-մեկ բսկտում են իրար։ Դու տեսնես ես իրանց ձեները ննջարանից ինչ ձեներ է գալիս, ասում եմ, հեսա կսպանեն իրար։ Լուրջ եմ ասում։
Ինչի շուրջ եք այդպես վիճում։ Ամեն ինչի, ախր քուրիկը նենց բանը, որ ամենի փոքր բանից մենք իր հետ կռվում ենք։ Քուրիկը նես բանը։ Հա, բայց ես մի քանի օրվա ընթացքում իրանք շատ էին քաղաքից դուրս գնում Յանան, մաման, բանի, ես չի կարողանում, որտեղ նկարանումներ են, ու ինչքան Յանան ինձանից հեռու, ասենք եթե 3 օրից ավելի ինքը իմ մոտ չի լինում, ինչ-որ բան այն չի լինում իմ հետ։ Ես ուզում եմ, որ ինքը լինի իմ կողքը։ Ինչքան ներվերից վրա մեկ-մեկ ազդում է, ինչքան մենք կռվում ենք, բայց մեկը եթե ինքը իմ կողքը չի, ես հանգիստ չեմ։ Ու հասկացել եմ, որ լուրջ տատիկն ու մաման ասում են, որ ամենալավ նվերն է, որ դու քուրիկ ունես, դու պիտի այնքան երջանիկ լինես, որ քուրիկ ունես։ Համաձայնվում էի դրա հետ, բայց չէի զգում դա, բայց հիմա արդեն լուրջ որ մեծացել ենք, այն որ հասկանում եմ, որ շատ ուրախ եմ, որ Յանան է հենց իմ քուրիկը, որ լուրջ կողքս երկար չի լինում, շատ եմ իրան կարոտում, շատ։ Ու նկատել եմ միակ մարդն է, ում հետ իմ social բատերիկան չի սպառվում։ Միշտ իր հետ կարող խոսամ։ Երբ հիմիկվա հայացքով հետ ես նայում ու հասկանում ես, որ փոքրուց հանրային կյանք եք ունեցել, ամբողջ Հայաստանը ձեր կյանքի մասին գրեթե ամեն բան իմացել է, ըստ քեզ դա լավ է թե վատ։ Ամեն մարդու վրա տարբեր է ազդում, իմ վրա դա ընդհանրապես չի ազդել, ես միշտ նորմալ եմ դրան վերաբերվել, Յանայի վրա է մի փոքր ազդել ինձ թվում է։ Դու պապայի հետ ինչքան գիտեմ կարողանում ես ընկերություն անել։ Հա, շատ լավ ես ապետ։ Ես իրան ամեն ինչ պատմում եմ, ամեն ինչ ինչ-որ իմ հետ կատարվում է։ Երբ սիրահարվում ես, գալիս պատմում ես, էլի։ Դա միշտ։ Եթե չեմ միշտ ես գայթան պապային պատմում եմ, որովհետև չեմ ուզում ինչ-որ գաղտնիք ունենամ։ Որովհետև եթե ես իրան գամ պատմեմ ու ինչ-որ չեմ, ինչ-որ վատ բան է պատմեմ ինքնամ, ուզում եմ իրանից խորհուրդ ստանամ, ոչ թե ինչ-որ ուրիշ մեկից։ Սարգիս, իսկ ինչպես ես հիմա արդեն ընկալում այդ խոսակցությունները եւ ձեր մանկական զրույցները արդեն փոխվում են նաեւ սիրահարվածության մասին զրույցների։ Շատ հանգիստ papa եմ ու շատ նորմալ եմ նայում, adekvat եմ նայում նրան ու գիտեմ, որ եթե ես դրան adekvat չնայեմ, ավելի կվատացնեմ իրանց իրավիճակը, քան ավելի ինչ-որ մի բանով կողքները կլինեմ։ Նորմալ է, կյանքի ընթացք է, այս տարիքում պիտի սիրահարվեն, պիտի փորձեն այս զգացմունքները պետք է բան անցնի, փորձաշրջան անցնի։ Այդ ընթացքում ես եթե իրաց ես այս վստահությունը չստեղծեի։ Ես գիտեմ, որ իրանք 99% պաշտպանված են, որովհետև իրանք իմ հետ կիսվում են։ Այդ կիսվելով ես կարողանում եմ իրանց սխալները ուղղել, իրանք ինձ վստահում են։ Հիմա պատկերացրես ամեն ինչի առաջ արգելք դնել։ Իրանք էլ իմ հետ չէին կիսվի ու ինչքան սխալներ կանեն այդ ճանապարհի վրա։ Ավելի լավ է ես խոնարհաբար լսեմ իրանց ինչ որ բաներ էլ փորձեմ, բայց ես իմ պոլիտիկան այդպես տանեմ, որ իրենց կողքը լինեմ։ Իրենց մտքերը պատմելով, իրենց խոսքերը պատմելով, իրանք պաշտպանված են իմ միջոցով։ Էվա, իսկ դու սիրահարվածության մասին առաջինը պապային ես պատմել, թե մամային։ Դե մամայի, սկզբում մամայի հետ եմ խոսացել, հետո արդեն պապայի։ Դե իսկ այդ թեմաները պետք է շատ մամայի հետ խոսալ, հետո նոր պապայի։ Ինչքան էլ պապա, բայց մեկը պապայի է, էլի։ Սկզբում աղջիկական խոսակցություններ պետք է լինեն, հետո նոր պապայի հետ։ Ինչքան էլ պապա է, բայց մեկը պապա է։ Պապա հիմա դու պապայի աչքով ասա, մանոներ նախապատրաստում այդ թեմաներին, թե մի անգամից է բան եկավ, պատմեց։ Դե ես կյանքում լուրջ չեմ սիրահարվել, որ տենց, չգիտեմ, լուրջ ոչ մի բան չի եղել։ Բզբզում են էլի։ Եղել է որ եկել եմ ասել եմ, վայ պապաս տեղական տենց է դուրս գալիս, պապան էլ տենց ասել է ռեակցիա չի տվել էլի տենց։ Ուղղակի իմացել է։ Թող ապրեն, բզբզան, թող ջահելություն անեն, պետք է բոլոր փուլերն անցնեն, բայց էլ եմ ասում, ամենակարևորը պետք է ծնողները թույլ տան լսեն իրենց երեխեքին։ Մեր ցավը կայանում է, մեր խնդիրը կայանում է, որ մենք մեր երեխեքին չենք լսում։ Չենք լսում, մենք մենն ենք ասում ու հետո ասում ենք ինչի սենց եղավ, որովհետև եթե դու իրան չես լսում, դու իր դրության մեջ չես մտնում ու ինքը կանի այնպես ինչպես որ կանի։ YouTube կմտնի, մեկ իր դրության մեջ կմտնի, կսկսի այդ մարդուն լսել։ Մի ընկերուհի կամ կարա լինի։ Ես այնքան ուրախ եմ, որ ես կարողանում եմ սովորում եմ լսել իրան, սովորում եմ։ Չգիտեմ, ու այնքան ուրախ եմ, որ երեխեք իմ հետ կիսում են։ Համենայն դեպս չեմ էլ ուզում իրանց խանգարեմ, այդ իրանց մաքուր, դա չէ սիրահարվածություն, դա մաքուր բան է, զգացմունք է, այդտեղ չեմ կոտրի իրանց, եթե ինչ-որ բան համաձայն չլեմ, այնքան նուրբ դրա վրա կանցնեմ, որ այդ զգացմունքին չեմ վնասի։ Սարգիս, իսկ այս ընթացքում, երբ Էվան սկսել է նաև նկարահանվել, ինչ որ առումով նաև ձևավորվում է որոշակի ինքնուրույնություն, որովհետև աշխատանքային առանձին միջավայրը չի կարող ազդեցություն չունենալ մարդու վրա։ Դու ինչպես ես զգում դրա ազդեցությունը Էվայի վրա։ Նորմալ, կան թերություններ, կան առավելություններ։ Էվան իր տեսակով իմ համար մեկը ամենափոքր աղջիկս է։
Ինքան է որ ինքը միջտեն կսա, բայց իմ համար ինքը փոքրն է։ Ու դրա համար էլ մի տեսակ իրան ուրիշ ձև են վերաբերում։ Չասեմ շատ եմ սիրում կամ քիչ, ուրիշ կերպ են վերաբերում, որովհետև ինքը ուրիշ կերպ մարդ է։ Ինքը անկանխատեսելի է ու դրա մեջ փխրուն է։ Շատ դեպքերում ես հենց իրա վրա եմ շատ տրամադրվում, որ ինքը մտնի այնպիսի տեղեր, որ կարողանա այդ ինքնուրույնությունը ձեռք բերի։ Ուզում եմ, որ ինքը փորձի հենց օրինակ մի գեղեցիկ օր է։ Շատ ուրախ եմ, որ ինքը անցավ։ Ինչի համար, որովհետև ինքը ձեռք բերեց ընկերներ, որոնց մեջ եւ կտեսնի տարբեր զրույցներ, կշփվի, ոնց որ չի մնա ինքնամփոփ, էլի։ Բայց ես ինքնամփոփ չեմ։ Ինքնամփոփ ես։ Ինքնամփոփ չէ։ Մի ընկերուհի ուներ Ամերիկայում։ Ես քեզ բացատրել եմ դրա լոգիկան։ Ես շփվող մարդ եմ, շատ շփվող մարդ եմ, բոլորի հետ կարամ շփեմ, բայց մոտիկ ընկեր, ես շատ դժվար եմ ինչ-որ մեկի մոտիկ համարում։ Դա համար չէ, հենց այդ է, ասում եմ ես շփվում եմ, բայց չեմ շփվում։ Իմ համար իմ շրջապատը շատ կարևոր է, ես չեմ ուզում ուղղակի մարդկանցով լցնեմ իմ շրջապատը, իմ համար կարևոր է, որ իմ շրջապատում յուրաքանչյուր մարդ իմ վրա լավ ազդի։ Շատ կարևոր է դա իմ համար։ Դու այն տարիքում ես, որ դու պետք է մտնես շրջապատ։ Հետո դրա մեջի ծաղկակախ անես։ Ես սիրում եմ, նայում եմ, հասկանում եմ, բայց մոտիկ թողում եմ քչերին։ Բայց դու մտնում ես, քեզ վերցնում, շփրտում եմ այդ շրջապատ, որ դու գնաս բան անես։ Սկսես դրա մեջ ծաղկակախ անել, քեզ ընկերներ գտնել։ Մի գեղեցիկ օրում ինչքան նկատել եմ, որոշակի ընկերական շրջապատ է ձևավորվել, այս դեպքում էլի ուսումնասիրողի դերում ես, թե արդեն ինտեգրվել ես հենց որպես ընկեր միջավայրին։ Չէ, ես իրանց բոլորին համարում եմ ընկերներ, շատ եմ սիրում բոլորին, որովհետև բոլորը շատ շփվող են, շատ բարի են, նենց անում, որ դու զգաս, որ դու այդ մարդկանց հետ մտերիմ ես, չգիտեմ ոնց բացատրեմ։ Ես սկզբում վախենում էի, որ կարողա գնամ, իրանք ինձ չընդունեն, ինչ-որ պրոբլեմներ առաջանան, բայց ընդհանրապես չէ, ոչ մի պրոբլեմ չեղավ, շատ լավ, մինչև հիմա շփվում ենք, այսօր էլ հանդիպում ենք, շատ ուրախ եմ, որ հենց այդ երեխեքն են, էլի։ Բայց այս դեպքում ուսումնասիրելու ու պաշտպանվելու կարիք չունես, միևնույն է։ Չէ, ինչ թվում։ Ես առաջին մի երկու օրը դες մի քիչ լուր եղա, ասես նայեցի բոլորին վամանվան, հետո նոր բացվեցին։ Էլի ես ուզում հասկանամ ինչ տիպի մարդ է, հետո նոր սկսեմ բացվել։ Չեմ լավ է դեվատ, բայց ինձ տենց հեշտ է ապրել։ Իդեպ երբ պապան ասաց, որ քեզ վերաբերվում է որպես իր ամենափոքր աղջկա, ես քո հայացքից նկատեցի, որ դա քեզ այդքան էլ դուրս չի գալիս, հա։ Ինքին դեռ փոքր է համարում, որովհետև ես մանկական բաներ մեջս ունեմ, բայց իրականում ես ինձ տես փոքր չեմ համարում, ես լիքը բաներ հասկանում եմ, լիքը բաներ կարամ ես հասկանամ, Յանան չհասկանա, Նարեն չհասկանա, որ ես ինձ տես փոքր չեմ համարում, ես ուղղակի ինձ համարում եմ ոչ ճիշտ բառ օգտագործում, չգիտեմ։ Յուրահատուկ։ Չեմ ուզում տենց ինձ ասեմ։ Բա ինչ ասում ես։ Չէ։ Բոլորին նման չես։ Իրա հագնվածը, իրա ճաշակը, իրա ամեն ինչը մի տեսակ ոնց որ ամեն ինչից դուրս լինի։ Ու դրա համար էլ ինքը։ Հա, ես պրոստը չեմ վախենում, որ մարդիկ կարող են ինչ-որ օրինակ եթե իմ համար, ասենք թե, չգիտեմ, այս կարմիր գույնի նասկին սիրուն, հա, ասենք թե, ու եթե ինձ 100 մարդ ասի, որ այդ կարմիր նասկին սիրուն չես, մեկը կհագնի, որտեվ իմ դուրն է այդ գալիս։ Այդ տենց եմ ուղղակի։ Ոյ նոր սերնդի ամենամեծ առավելությունը։ Տվեք մեզ այս հմտությունից։ Սարգիս, դու քո բուրըն էմոցիոնալ պորտկումների ազդեցությունը երեխաների վրա իրենց կյանքի վրա զգում ես։ Մի քիչ զգում եմ, հա։ Բայց դրա հետ մեկտեղ Աստված ինձ երևի այնքան շնորհ է տվել այդ հարցում, որ ես կարողանում եմ դրան փոխարեն նաև շատ մեծ սեր տամ։ Մեկը մեկին ոնց որ ծածկում է, էլի։ Չեմ թողում մենակ այն դաշտում իրանց։ Շատ արագ այդ դաշտից փորձում եմ հանել, որովհետև որ ասում եմ, չեմ թողում ոնց որ ատամը ցավա թարախակալի է, այլ մի անգամից այդ դեղահաբը տալիս եմ։ Հա, բայց այդ աստիճանի չի թողում։ Ես շատ արագ եմ գիտակցում իմ սխալը ու ընդունում եմ իմ սխալը։ Իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, որ ես իրանց լսում եմ, գնում ասում ես կարակ ասեք, ես ինչ սխալ եմ արել։ Իսկ իրենք ինչ սխալ են մատնանշում հիմնականում։ Ասում են, որ դու շտապում ես շատ հարցերում, քոնն ես ուզում առաջ տանես, որ դու մեզ չես լսում, որ մենք առանձին մարդ ենք, մենք էլ ունենք մեր աշխարհայացքը։ Ես էլ ասում եմ, երեխեք ճիշտ հասկացեք, ես էլ իմ ֆունկցիան եմ կատարում, դուք էլ ձեր ֆունկցիան եք կատարում։ Որովհետեւ գալիս ենք զրուցով, գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Իմ բոլոր խոսակցությունները
իմ երեխաների հետ եղել են կառուցողական։ Ես միշտ լսել եմ իմ հասցեին իրանց արտահայտած թերությունները, թե ես ինչպիսին կուզենան։ Ու դա պարբերաբար անում եմ։ Շաբաթը մեկ ես անընդհատ update եմ անում դա, ասում եմ երեխեք, այս շաբաթ պապանից սխալ ա արել։ Ես չեմ աշխատում, որ իրանց կյանքը փոխեմ, ես աշխատում եմ իմ կյանքը փոխեմ իրանց միջոցով։ Երբ որ իմ կյանքը փոխվի, իրանց կյանքն էլ կփոխվի։ Պապայի պապական տներ հաճախ եք գալիս։ Ինչ եկել եմ Հայաստան չեմ եկել, պետք է շտկել։ Ինչի Սարգիս։ Ես չգիտեմ, իմ բաց թողումն է, չնայած ես իրանց միշտ պատմում եմ, այնպես չի որ ուղղակի որ եկանք շատ մի անգամից իրար վրա գործեր եղավ էլի, որ տես ոնց որ 5 տարի չես եղել ու մի անգամից եկար, ոնց որ նի դա է տվը։ Բայց հիմա լավ միտք ասեցիր, կարելի է դա շտկել։ Ես ուզում եմ, որ իրանք միշտ իմ արմատների հետ կապ ունենան, շատ եմ ուզում, որովհետև դա է մարդ դարձնում իր ինքնությունը, իր հիշողությունները, իր գերդաստանը, իր անցած ճանապարհը։ Բայց ես վերջից նայում եմ, հիշում եմ։ Սնանց մոտից հիշողություններ են գալիս ուղեղիս մեջ, տենց։ Փոքր տարիքում հաճախ եք Հա, եկել։ փոքր տարիքում հաճախ ենք եկել, այդ դրամ հիշում։ Ես տուն հենց այդ էի ուզում ասել, ես իմ մաման էստեղ ա ծնվել, ես իմ պապի, տատի տունն եմ եղել, իրանք շատ հարուստ են եղել։ Աշտարակի ամենալավագույն շենքը իրանք են ունեցել, հետո դե գուլակաթափ, կոմունիզմ, բան, այս տունն էր բաժին ասել, ու 5 քրով մի աղբերով ու ծնողներով էստեղ են ապրել տատիկ, պապիկ։ Հա, այս տանը։ Ու հիմա թող Էվան էլ գա տեսնի թե ինչ պայմաններում են ապրել այն ժամանակ։ Հիմա որ ամեն ինչ ունեք, ցենյակի պատիմի գույնը պետք է սենց լինի, այն բասկաթորը պետք է էսպես լինի, բացվովի փակովի, հիմա թող գան տեսնեն թե ոնց են ապրել տատիկն ու պապիկը։ Տատիկը ավելի ճիշտ։ Էվա մի զարմացի, լես վերանորոգած մասն է, որ կա։ Ես կան մեջ են ապրել։ Բան չի եղել։ Չէ, գնա, իհարկե եղել է, ինչ-որ բաներ տախտամախտա դրած կլինի։ Հեսա դու կտեսնես, թե իրականում ոնց են ապրել քո տատիկը, Օլյա տատիկը։ Օլիմպիա տատիկը 4 քույրերի ու իր եղբոր հետ ու ծնողների։ Իսկն իմ Լիքը մարդ է, այսինքն ստեղ ապրել։ լիքը, հա, ու Քանի ասենք փոքր են այստեղ ապրել։ 5, 6, 7, ես չգիտեմ, իրանք էլի մեծեր ունեցել են, թե չէ, բայց 7 հաստատ են եղել։ Համոզված եմ էլի շատ կլինի։ Այս պայմաններում են ապրել։ Այսենց ապրել են։ Որտեղ են քնել։ Պուլակաթափ լինելուց հետո են ապրել, որովհետև մեր իմ մայրական կողմը շատ հարուստ են եղել։ Իրանք նույնիսկ տանուտերյան ազգանունը գրել են։ Այս բաների մեջ օրինակ այս համարվում աշտարակի լավագույն Հրապարակում է գտնվում այս շենքը։ Ճարտարապետական արժեքներից մեկը մինչև կոմունիզմ, Սովետ Լենին պարտիա, բան, Ստալին, այս շենքն է իրանց եղել ամբողջությամբ։ Սա ամբողջությամբ քո ընտանիքին է պատկանել նախ։ Իմ մամային է պատկան, մամայի ընտանիքին է պատկանել, դու հետո արդեն բնականաբար սա վերցրել են, սա են տվել։ Բա մի հատ էլ մաքարեն են Սիբիրում, որ ասում է քշել են որպես աքսոր։ Չգիտեմ, աքսորի մասին տեղյակ եք, որ լիքը մարդկանց 60-70% աքսորել են Սիբիր խեղճի։ Դու քո կյանքից ես դժգոհ որոշակի պայմաններից, բայց էլի լավ ես փրկվել, որ Սիբիր չես գնացել։ Հա, դե ես փարկաստը փոքր եմ։ Այ, օրինակ Եվա, դու կարել ստեղ քնել, Յանան ընդեղ, հեռուստացույց բան, լապտոփ, բան, TikTok, բան չկա, նարել էլ այնտեղ։ Ասենք ձեր քայլերը։ Դե ինձ թվում է մարդը ամեն ինչին սովորում է, դրա համար երևի այս ամեն ինչը իրենց համար նորմալ էր, քանի որ ես սովորել եմ արդեն ուրիշ բաների, իմ համար ավելի դժվար կլիներ։ Բայց իրանք սովոր էին երևի։ Ճիշտ եմ ասում, չէ՞, մարդը ամեն ինչին սովորում է։ Բայց դու փոքր տարիքից ամեն ինչ ունեցել ես, չէ՞, ոչինչի պակաս ըստ էության չես ունեցել, թե Միացյալ Նահանգներ տեղափոխվելու այդ առաջին փուլում ինչ որ բաների պակաս եղել է։ Ընդհանրապես չի եղել։ Դե պարզ է, մենք որ Հայաստանում մեծ տան մեջ էինք ապրում, որ նոր տեղափոխվեցինք Ամերիկա, ավելի փոքր էր տունը, բայց ընդհանրապես չէր զգացվում այդ ամեն ինչը, որ նենց երջանիկ էինք մենք, հիշում ես, ամեն ինչին ուրախանում էինք, շատ լավ էր, չէ, ոչ մի բանի պակաս չեմ զգացել։ Մենք ընդհանրապես ընտանիքով փորձում ենք փոքր
հաղթանակները մեծ հաղթանակի տեղ ընդունել։ Ամեն փոքր բանից Աստծո շնորհակալ ենք։ Ես այստեղ ունեի մեքենաներ, որոնք բավականին լուրջ գնային ու լավ ասենք մեքենաներ են, ու այնտեղ որ գնաց Kia արա, երեխու պես ասած ցածր ավելի level-ով ցածր մեկը, բայց ինքան էինք ուրախացել։ Բան ասում ինչ ասում որովհետև սա էլ Աստծո տված է, էլի հասկանում ես մենք մի հատ հաղթանակ ենք գրանցել։ Համել որ դու սկսում ես գնահատել փոքր բաները, Աստված քեզ ավելի մեծ բաներ է բարիք։ Համել այս բակն է, որտեղ հիմա քերուս բակն է, էլի։ Այս մասը հենց ստեղ էլ նստած է։ Հատվածն է։ Այս մասը հենց նստած ենք, տատիկ սա էս քերիս որ մասին որ խոսում է, հզոր մարդ է։ Իսկ դե տենան քեզ նման է։ Մի փոքր հակա նմանություն։ Դե կլինի ոնց է քերիսը։ Մամա տա։ Հա, մամասա, գեղեցկուհին։ Օլիմպիան։ Հա, մամասա։ Ես սիրում մամա տատիկն է։ Ստեղ կարաս գտնես տատիկիդ։ Հա, կարամ։ Գտի։ Չէ, լավ չեմ կարա։ Լավ մտածի, լավն է, չէ։ Նա ես նկարներին, հետո այդտեղ փորձի գտնել։ Ինքը 3 ամսական է եղել, որ մաման չի եղել։ Հա, Հա, դու երկրորդ անգամից չի, հա։ Ես էլ տատիկն է։ Երան տատիկ։ Օլիմպիայի մաման։ Հա, Օլեի մաման, հա, որ էս տանը ապրել են։ Հա, ես էլ տատիկ սա։ Ինձ սիրում մազեր էին այն ժամանականում։ Էվա, Դա։ ինչ տվեց քեզ մեր այսօրվա հանդիպումը։ Դե նախ առաջինը մոտոցավար տիպի դեժավու էր, որ մտա հիշեցի այդ փոքր ժամանակ այդ տանը եղել եմ ամեն ինչը, որ իմ բարեկամներին տեսա իրենց որ վաղուց չէի լսել, դա էր շատ հաճելի։ Ու շատ հաճելի է, որ ես կարողանում եմ գամ այն տեղերը, որտեղ պապան եղել է, իր մանկությունն է անցկացրել, որովհետև իմ համար շատ կարևոր է իմանալ իմ պատմությունը ոնց որ պապայի պատմությունը։ Էլի դրա։ Ամրի իմ աղջիկը, տենում ես։ Դու գիտես պիոներն ինչ բան է, բալես։ Պիոներ, Հա։ որ թոշակա ստանում։ Որ թոշակառու, պիոներ։ Չէին ասում իրան։ Ամենը դու ինչ ես ծիծաղում, դու ինչ գիտես պիոներ։ Ես գոնե լսել եմ։ Իսկ ես եղել եմ պիոներ, ինչքան լինեմ ես։ Տեսեք, մարդ որը պիոներ է եղել, մարդ որը լսել է պիոների մասին, Այդ լեզիչա։ Պիոները սովետի ժամանակ է որ դու սիրում ես Սովետ, Ռուշիմ, այդ ժամանակ երեխաներին դպրոցում լինում էին հոկտեմբերի պիոներ ու կոմերիտական։ Ես պիոներ, վերջի պիոներն եմ եղել։ Դրանից հետո սովետը քանդեց։ Որոշ ինչ բաներից եմ խոսում անելու։ հետո կանդվեց։ Էշենքն է։ Այստեղ։ Վայ, հա։ Եկեք կանգնենք նայենք այս շենքը, այս շենքն է։ Այս մեր իմ պապական շենքն է, աշտարակի ամենաթանկ շենքն է եղել, ու իրանք ամենահարուստներից մեկն են եղել, Տանուտերյաններ։ Իմացաք։ Հա։ Ես քեզ շատ եմ հարցնում քո մանկության մասին։ Գիտեմ, բալես, դու ես ասեմ իմ աղջիկների միջից ամենաշատն ես այդ թեմաները շոշափում։ Օրինակ Յանան ավելի շատ ինձ հարգում գնահատում է իմ տեսակը։ Ես չեմ հարգում, Դու չեմ։ այդպես ուրիշ բան եմ ասում, դե մի տես ես դու էլ ես հարգում, բայց իր մեջ այդ ավելի ուժեղ է։ Դու սիրում ես այդ պատմությունը, մանկություն, ոնց են եղել։ Ռետրո ես դու, դու իմ ռետրո աղջիկն ես, էլի։ Հասկանում։ Նարեն ոնց որ ամեն ինչից մի քիչ։ Ես էլ աշտարակի ամենա այսպես ճարտարապետական արժեք ներկայացնող շենքը, որը եղել է մեր պապական տունը, մինչև ցարի ժամանակ, հետո կուլակաթափ։ Ո՞նց ինչ մեծ տան մեջ են ապրել, դու պատկերացնում ես այս ինչ հսկայական Դե որ շինությունը։ ասում եմ ամենահարուստ մարդկանցից մեկն են եղել, նայ հետաքրքիր բան ասեմ, ուշադիր նայես։ Հա։ Բոլոր ամբողջ տունը շենքը քանդակած է երկրորդ մասը։ Պապս չգիտեմ ինչից է գժվել, ինչ արել, այս աշինարարի վրա ջղայնացել է։ Այն էլ թողել է երկու քանդակը չի քանդայել, ասել է փողը չեմ տալու, այն էլ ասել է ես էլ չեմ քանդակելու։ Վերջի երկու հատը տես թողել ինչ էլ գնացել է։ Ու տես մնացել է։ Սաղ շենքը շատ սիրուն, այստեղ երկու քանդակ չկա։ Սարգիս, մենք հիմա Հայաստանում ենք, դու ինչ վերադարձել ես, անընդհատ շեշտում ես, թե որքան շատ ես սիրում Հայաստանը ու
որքան ավելի շատ է սկսել ճամփորդել հենց Հայաստանում նաև։ Ես նկատում եմ, որ Կիրակի օրերին ամեն անգամ որևէ մարզային եկեղեցի եք գնում պատարագի մասնակցելու, Հայաստանի որևէ մարզ բացահայտելու համար։ Դու Միացյալ Նահանգներում գտնվելով վերարժևորեցիր քո սերը քո երկրի հանդեպ։ Միանշանակ։ Ես ամեն օր Աստծուն աղոթում եմ, որ ես այն զգացողությունը, որ ես մտա Հայաստան 5 տարի հետո, չկորցնեմ ժամանակի ընթացքում։ Իսկ 6 ամիս է Հայաստանում եմ, ես ամեն օր ասում եմ Աստված ինձ ամեն առավոտ արթնացրու այդ զգացումով, երբ որ ես 5 տարի հետո մտա Հայաստան, այդ հիացմունքս, այդ կարոտը։ Ուզում եմ ամեն օր արթնանամ Հայաստանի մասին կարոտով։ Ու դրա համար էլ ես ուզում եմ բացահայտեմ ամբողջ Հայաստանը, ու այդ կարոտով եմ ուզում բացահայտել։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում եւ ստեղծվում են հնարավորություններ փոխելու այն իրականությունը, որը քեզ չի բավարարում։ Մոնկ 3-ի հետ մենք շարունակելու ենք շրջել Հայաստանի գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, այնպես որ բաժանորդագրվեք Մոնկ 3-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք, թե ուր են գնալու հաջորդիվ։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։